Բարև ձեզ։ Ես Գառնիկ Գևորգյանն եմ եւ իմ գործընկերոջ Սպարտակ Սեյրանյանի հետ մենք այսօր անց ենք կացնում լաբորատորիա հաղորդման մեր երկրորդ թողարկումը։ Մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ ինչպես մեր առաջի հաղորդման ժամանակ որոշակիորեն ներկայացրել ենք, մենք մեր հաղորդման շրջանակներում փորձելու ենք վերհանել թեմաներ, որոնք առաջին հայացքից դուրս են ընթացիկ քաղաքական հանրային իրադարձությունների ռիթմից կամ տեմպից, բայց իրենց կարևորությամբ ազդում են եւ ներկայի վրա եւ ներկա են բերում անցյալի մեր խնդիրները եւ դրանով նաեւ կանխորոշում են ապագան։ Մեր հաղորդում որոշակի կանոններ ունի եւ բովանդակային իմաստով այդ կանոններից ամենագլխավորն այն է, որ մենք փորձելու ենք թեմատիկ հարցերի վերաբերյալ զերծ մնալ մի կողմից ակադեմիական շատ չոր նորմերից, մյուս կողմից թող կոպիտ չհնչի, բայց ճահճային, կենցաղային որակումներից, սպիտակներից մենք չենք հավակնում ներկայացնել ճշմարտություններ, առավել եւս վերջնական ճշմարտություններ, մենք ընդհանրապես մեր հյուրերի միջոցով փորձելու ենք որոնել այն ուղիները, որոնք հուսանք կտանեն դեպի ճշմարտություններ։ Կախված թեմայից մենք ունենք երկու հյուրեր, որոնց քիչ հետո կներկայացնի Սպարտակը։ Ես ընդհանրապես ասեմ, որ զուտ ձևաչափի առումով հյուրերից յուրաքանչյուրը հանդես կգա ներածական խոսքով, հետո Սպարտակը եւ ես նրանց կուղենք մի քանի հարցեր որոշակիացնելու համար իրենց դիրքորոշումը եւ այնուհետեւ հաղորդումը կընթանա ավելի ազատ ռեժիմով, բանավեճի ռեժիմով, բանավեճն է մեր գլխավոր նպատակը, որպեսզի բանավեճի մեջ գտնենք այն գլխավորը, այն հիմնականը, որի համար ըստ էության նախաձեռնել ենք այս հաղորդումը։ Եվս մեկ տեխնիկական տեղեկատվական մաս մեր հյուրերի նաեւ մեզ համար մենք ունենք այստեղ սուրճի փոքրիկ սեղան, քանի որ հաղորդումը ժամանակային սահմանափակում որպես այդպեսին չունի, մեր հյուրերի համար եմ նաեւ ասում, որ ընթացքում կարող եք օգտվել մեր սուրճի սեղանից, որպեսզի մի փոքր հաղորդման, եթե ծանր կլինի հաղորդման ծանրությունը թեթևանա, Սպարտակ, խնդրեմ քեզ ներկայացնես թեման եւ հյուրերին։ Բարի օր, սիրելի բարեկամներ, ինչպես արդեն իմ գործընկերը նշեց, մենք մեր հաղորդումների ընթացքում փորձելու ենք անդրադառնալ այնպիսի թեմաներին, որոնք որ մեր կարծիքով կարևորագույն նշանակություն ուներ մեր պետության ու հասարակության զարգացման տեսակետից։ Այո, աշխարհը այսօր համապարփակ փոփոխությունների մեջ է եւ այդ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն տեխնիկական առումներին, ոչ միայն վերաբերում են աշխարհի բևեռների բաժանմանը միաբևեռ կամ բազմաբևեռ, այդ փոփոխությունները իրենց ազդեցությունն ունեն նաեւ այնպիսի կայուն ինստիտուտի վրա, ինչպիսին է պետությունը։ Այսինքն այս պահին դեռ գործընթացները բուռն շարունակության մեջ են եւ այդ փոփոխությունները անդրադառնում են նաեւ պետության կառույցի վրա նույնպես ոչ միայն նա գործառույթ է, այլև պետության էության վրա։ Մեր հանրության մեջ վերջին երևի 10-15 տարվա ընթացքում ամենահաճախ օգտագործող ուրեմն տերմիններից մեկը deep state-ն է, խորքային պետություն, եւ այդ խորքային պետության մասին երբեմն երբ որ կարդում ես այսպես, եթե ասենք հանրային ընդհանուր տարածում ունեցած պատկերացումը, կարելի է տպավորություն ստանալ, որ այդ խորքային պետությունը ինչ որ նկողում նստած մի քանի մարդիկ են, ովքեր որ այդ պետությունն է ղեկավարում, իսկ դա դրսևորումը արդեն մենք տեսնում ենք լրատվամիջոցներով կամ համաշխարհային քաղաքական գործընթացների մեջ, բայց անշուշտ դա այդպես չէ, այս հաղորդումը ուրեմն պատրաստելու համար մենք հրավիրել ենք երկու հյուրերի, որոնք ձեզ սիրելի հեռուստադիտողներ քաչ ծանոթ են, երկուսն էլ ըստ էության այնպիսի երկու տարածաշրջանային եւ աշխարհի իմաստով խաղացող դերակատար պետությունների խորքային պետության մասնագետներն են, որոնք որ մեր համար կարևոր նշանակություն են։ Հրավիրեմ սիրով Վարդան Հակոբյան եւ Ռուբեն Սաֆրասյան։ Համեցեք, խնդրեմ։ Բարև եկաք, ուրեմն հիմա խնդրեմ նախ սկսենք երևի Թուրքիայից,
որպես մեր հարևան եւ որպես խորքային պետության, եթե կարելի է այսպես ասել, դասական ձևակերպում ունեցող մի պետության, որի ավանդույթները, եթե այսպես կարելի ասել, խորքային պետության կառավարման համակարգի կամ դրան շատ մոտ մարմնի Օսմանյան կայսրություն, քեմալական Թուրքիա եւ բնականաբար նաեւ ժամանակակից Թուրքիա, խնդրեմ։ Այո, իսկապես Թուրքիան ունի խորքային պետության կամ ինչպես թուրքերեն ասում են դերին դևլետ այդ երևույթի բավական հերուն պատմական առումով գնացող ավանդույթ։ Գիտեք, երբ ես սրանից տասնյակ տարիներ առաջ սուլթանական Թոփքափը պալատում էի, այնտեղ մի սենյակ կա, բավական սրանից մի քիչ մեծ, որտեղ տեղի են ունենում իրենց վեզիրների, այսինքն նախարարների նիստերը։ Եվ մի հետաքրքիր այնտեղ այսպես երևույթ կա, մի քիչ բարձր, մի փոքրիկ այսպես պատուհան կա, եւ այդ պատուհանի հետևում նստել է սուլթանը, բայց նրա առջև եղել է վարագույր։ Այսինքն վեզիրները, երբ որ քննարկել են հարցերը, սուլթանին չեն տեսել, ինքը լսել է ինչ են խոսում։ Այսինքն չեն տեսել նրա ռեակցիաները այս կամ այն քննարկման ժամանակ։ Եվ հետո արդեն ինքը իր եզրակացությունները արել է։ Մեկին գլխատել է, մեկին, չգիտեմ, պարգևատրել է։ Սա արդեն խոսում է այն մասին, որ թուրքերի մոտ, օսմանների մոտ այդ ավանդույթը, որ իշխանությունը փորձում է չերևալ իրական վարագույրի հետևից կառավարել, դա սիմվոլիկ կերպով արտահայտում է։ Եվ եթե գանք արդեն ավելի մեր օրերին ավելի մոտ իրականություն, կապված օրինակ 19-րդ դարի վերջի հետ, Աբդուլհամիդի հետ, շատ հետաքրքիր էլի մի երևույթ կա։ Նա, ինչպես հայտնի է, կառուցել տվեց իր համար հատուկ մի հատ պալատ Ելդես քյոշկը, որովհետև ինքը վախենում էր, որ այդ Թոփքափն, հետո Դոլմաբահչե պալատները, որ Բոսֆորի ափին են, վախենում էր, որ Ռուսաստանի կամ արևմտյան երկրների Անգլիայի նավերը մտնեն Բոսֆոր, մի անգամից կրակի տակ վերցնեն այդ պալատները։ Դրա համար ինքը հրամայեց նոր պալատ իր համար կառուցել, որ Բոսֆորից հեռու է։ Եվ այդ պալատում ինքը ստեղծեց կառավարման մի նոր մարմին, կարելի ասել, որը բաղկացած էր առանձին գրասենյակներից։ Մի 5-6 գրասենյակ կար, որոնք անմիջականորեն իր հրամաններն էին ստանում, աշխատում էին այդ հրամանները իրականություն դարձնել, այսինքն ինչ-որ փաստաթղթերի վերածել եւ այլն, եւ դա փոխանցվում էր կառավարությանը։ Կառավարությունը կատարում էր այն հրամանները, որ գալիս էին այդ գրասենյակներից։ Ըստ էության կառավարությունը այսպես բուտաֆորիա էր, կառավարվում էր սուլթանական պալատից։ Եվ հենց այստեղ կար մի գրասենյակ, որի վերնագիրը, որի անվանումը շատ այսպես անմեղ էր։ Օսմանյան կայսրությունում երկաթուղիների զարգացման եւ այլն, բայց իրականում դա զբաղվում էր հայկական հարցով։ Եվ ինքը նշանակել էր այդ գրասենյակի ղեկավար մի շատ երիտասարդ փաշայի, որ իր, այսպես ասած, լյուբիմչիկն էր, իր վստահությունը լիովին վայելում էր եւ փաստորեն Համիդյան կոտորածների 90-ական թվականների կեսերի այդ այսպես ծրագիրը այստեղ է պատրաստվել այդ գրասենյակի կողմից եւ հետո փոխանցվել է արդեն վիլայետների, նահանգների ղեկավարներին, նահանգապետներին, վալիներին, որոնք եւ իրականացրել են։ Սա ուրեմն 19-րդ դարն էր, 20-րդ դարի սկիզբն էր, Աբդուլհամիդն էր, որը հավանական է պատմության մեջ ամենախորամանկ ղեկավարներից մեկն է եղել։ Հաջորդ փուլը, այսպես խորքային պետության թուրքական ավանդույթի զարգացման երիտթուրքերն էին։ Երիտթուրքերը կառավարում էին Օսմանյան կայսրությունը հետևյալ կերպ։
կարելի կառավարություն, սադրազամ, այսինքն վարչապետ, նախարարներ, բայց իրական երկիրը կառավարում էր երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեն, որը կազմված էր մի 13-15 նայած անդամներից, որն է այստեղ հետաքրքիրը։ Ամեն տարի տեղի էր ունենում երիտթուրքական կուսակցության համագումար, որը փակ էր լրիվ, եւ այդ համագումարը ընտրում էր կենտրոնական կոմիտե։ Կենտրոնական կոմիտեի անդամների անունները գաղտնիք էին։ Բոլոր մասնակիցները այդ համագումարի պատգամավորները Ղուրանի վրա երթվում էին, որ պետք է գաղտնիքը պահեն։ Փաստորեն, ուրեմն երկիրը կառավարվում էր այդ մի քանի հոգով կողմից, որոնց անունները հայտնի չէին, գաղտնի էին պահվում։ Դրա անդամներն էին Թալաթ, Էնվերը եւ այլն։ Բայց նրանց անունները որպես երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ հայտնի չէին։ Հա, նրանք զբաղեցնում էին պաշտոններ տարբեր, օրինակ Թալաթը երկար ժամանակ ներքին գործերի նախարարներ, Էնվերը դարավ ռազմական նախարար եւ այլն։ Տեսեք, բայց այստեղ էլ կար իր այսպես գաղտնիության մի խումբ, գաղտնի խումբ, որը իրական ղեկավարն էր, մի 5-6 հոգի։ Այսինքն որոշումները ընդունում էին այդ 5-6 հոգին կենտկոմի անդամներից, իսկ այն մյուս 5-6 հոգին դրա մասին post factum էին իմանում։ Այդ 5-6 հոգու մեջ հենց Թալաթներ, Էնվերներ եւ այլն։ Միջալոց կար նաեւ հայ անդամ կենտրոնական կոմիտեի Հալաջան Էֆենդին, որ այդ երկրորդական անդամներից էր։ Այստեղ գիտեք, այդ համակարգը, որ նրանք ստեղծել էին, տարիների ընթացքում զարգացավ հետևյալ կերպ։ Ըստ էության նրանք նաև բացի որ կառավարությանն էին ղեկավարում, որոշեցին ղեկավարել տեղական իշխանություններին եւ վիլայետներ, այսինքն նահանգներ, ուղարկեցին ամեն նահանգ 2 ներկայացուցիչ կենտկոմի կողմից, որոնք ղեկավարում էին նահանգապետին։ Այսինքն տրոյկա էր, նահանգապետ եւ 2 ներկայացուցիչ կենտրոնական կոմիտեի, որոնք ենթակա էին միայն կենտրոնական կոմիտեին, այդ գաղտնի ուրեմն այդ կառավարման մարմնին։ Սա համակարգ էր, որը նաև նախապատրաստեց հայոց ցեղասպանության ծրագիրը եւ այլն։ Եկավ հանրապետության շրջանը, էլի շատ հետաքրքիր մի երևույթ Մուստաֆա Քեմալի ժամանակ, մինչև 38 թիվը, երբ ինքը մահացավ։ Ինքը Թղթախաղի խումբը, չէ՞ կարծես։ Ինչպես Թղթախաղի ինչ որ այո, ինքը ուներ իր ընկերները, որոնք թղթապրեֆերանս էին ավելի շատ խաղում գիշերները։ Եվ այդ մարդիկ իրենք առանձնապես պաշտոն, բարձր պաշտոն չէին զբաղեցնում։ Խաղում էին, քննարկում էին հարցերը, դե ինքը սիրում էր շատ խմել, խմում էին, եւ հետո արդեն վեճում գիշեր այդ ամենաուշ գիշերը առավոտվա կողմը կանչում էին մարդկանց, որ այդ հրամանները այնտեղ որ նախապատրաստվում էին, նրանք փոխանցում էին նախարարություններին։ Սա ուրեմն Քեմալի ժամանակ է, շատ հետաքրքիր եղավ, այդ մարդիկ հետո որ Քեմալը մահացավ, իրենք մեկ էլ ոչ մի բան դարձան։ Իսկ ովքեր էին։ Իր ընկերները, անձնական ընկերները։ Ոչ մի պաշտոն բան միջին իրանց համար սովորական ունեցվածքի տեսանկյունից։ Չէ, ոչ մի, ուղղակի ինքը հետները հետաքրքիր է, չէ, որ Ստալինը ասենք հագիշերները հանդիպում էր ղեկավարների հետ քննարկում էր։ Սա այնպես մարդիկ էին, որ իրենք ոչ մի պատասխանատվություն չէին կրում պետության համար, ուղղակի հետները ինքը քննարկում էր Աթաթյուրքը հարցերը։ Հետագայում էլի այսպես կերպարանափոխվեց, տրանսֆորմացիայի ենթարկվեց այդ խորքային պետությունը Թուրքիայում։ Եվ դա գիտեք տասնամյակներ հայտնի չէր, թե ինչ է իրենից ներկայացնում։ Խոսվում էր, որ կա Թուրքիայում այսպես դերին դևլետ խորքային պետություն եւ պարզ չէր։ Միայն սրանից մոտավորապես մի 2 տասնյակ տարի առաջ
90-ականների վերջին, չէ՞, եւ Այո, ավելի այո, հրապարակային դարձավ։ սկսեցին հրապարակումներ լինել, առաջիններից մեկը ես հիշում եմ վերնագիրը, գիտեք ինչպես է, մի հատ գիրք էր, Բենդես Էլանիկլիմ, ես էլ եմ Սալոնիկից։ Եվ այդտեղ բացահայտվեց այդ նոր տարբերակը խորքային պետության Թուրքիայում, որը կազմված էր ըստ էության հրեական Սալոնիկից, որը Սալոնիկը Օսմանյան շրջանում վերջում եղել է համարյա հրեական քաղաք եւ այնտեղ եղել է հենց կենտկոմը երիտուրքական կուսակցության, այնտեղ եղել, հետո տեղափոխվել է մայրաքաղաք Կոստանդնուպոլիս եւ պարզվեց, որ այնտեղ եղել է մի աղանդ խուդայականության մեջ, որը հետեւյալ ուրեմն այսպես կրեդոն ուներ։ Կային, ինչպես հայտնի է, հրեաներ, հուդայականներ, որոնք ընդունում էին իսլամ։ Դյոնմե էին կոչվում, շուխ տվածներ։ Բայց կա մի աղանդ, որի ստեղծողը Սաբեդայ Ուլվին էր, 18-րդ դարի ռաբիներից մեկը Սալոնիկից, որը որոշեց, որ պետք է այդ դյոնմեները ձևական ընդունեն իսլամ, պահպանեն հուդայականությունը։ Եվ ստեղծվեց այդպիսով մի խումբ հենց հրեաների մեջ, փակ խումբ, որ ուրիշներին չէին թողնում, որը նաև Քեմալից հետո սկսեց ազդել պետական քաղաքականության վրա։ Պարոն Սաֆրասյան, ներողություն եմ խնդրում, քանի որ խորքային պետությունը ըստ էության ֆորմալ կանոնների խախտման մասին է։ Ես առաջարկում եմ մեր հաղորդման կանոնները փորձենք պահպանել, պարոն Հակոբյանն էլ ներածական մասը ներկայացնի։ Դուք շատ հետաքրքիր թեզեր առաջ քաշեցիք եւ շատ հարցեր կան, բայց զուտ ձևաչափը պահելու համար լսենք նաեւ պարոն Հակոբյանին։ Միայն մի բան, ուրեմն Սաֆրասյանը որ նշեց, իմ մոտ առաջացավ մի անգամ ինչպես խոսում էինք, սիրետ թուրքական թակում պետության հիմքերում ինչ-որ տրոցկիստական բաներ կա ու հիմա որ նկարագրեց, շատ նման էր դրան։ Ես փորձեմ, ինչպես ասեցիք, ներածականի նման։ Այո։ Ուղղակի շատ շատ Ռուսաստանի օրինակով։ օրինակ հենց ուզում եմ դեռ օրինակների չանցնել, պարոն Սաֆրասյանը ուղղակի այնքան հետաքրքիր ներկայացրեց այդ ամեն ինչը, որ դա, այսինքն իրողություն է, ինչ որ եղել է Թուրքիայում, այսինքն խորքային պետությունը մի տեսակ շատ կոնկրետ տեսք է ստանում։ Տեսակ առարկայական, որ ասում ենք խորքային պետություն, այս եւ իսկապես առաջի անգամ ինչքան որ գիտեմ, հենց Թուրքիայում է այդ հասկացողությունը կիրառվել։ Բայց այսօր հասարակական, համաշխարհային հասարակական գիտակցության մեջ դա մի քիչ այլ ընկալում ունի։ Այսինքն միայն թուրքական տարբերակով բացատրել այսօրվա մեր հասկացությամբ խորքային պետությունը մի քիչ դժվար է։ Եվ երբ որ արդեն մոտենում ենք այս մասշտաբներին, խորքային պետություն ասածը սկսում է կրել ինչ-որ շատ վերացական, բազմակողմ, այսինքն առարկայականությունը կորցնում է։ Այսինքն այդ խորքային պետության մասին խոսալուց մենք պետք է ամեն անգամ ինչ-որ մի կոնկրետ բանի անդրադառնանք։ Եվ բացի դրանից խորքային պետությունը այսօր մանավանդ վերջերս 10 տարիների ընթացքում 10-ից ավել, ասում են Տրամպից հետո, երբ որ առաջի անգամ Տրամպը դարձավ նախագահ, ավելի շատ ուրեմն այդ խոսում են ամերիկյան խորքային պետության մասին Միացյալ Նահանգներում։ Եվ բացի դրանից միշտ խորքային պետություն հասկացությունը, որը շատ абստրակտ է որպես այդպիսին, ոչ Թուրքիայի համար, այլ ընդհանրապես զուգակցվում է, գնում է այն տեսակ հասկացությունների հետ, միշտ կապված է, ինչպես ասենք դավադրության տեսություն, կոնսպիրոլոգիական տեսություն, դավաճանություն նույնիսկ, այսինքն շատ շերտերով այսպես տարածվում է դրսևորումները։ Դա եթե հորիզոնական նայենք ուրեմն խորքային պետությանը, իսկ եթե նայենք մի քիչ ուղղահայաց, մենք կտեսնենք, որ ոչ միայն ասենք թուրքական այդ պատմություններն են, այլ գնում են շատ ավելի խորը։ Ընդհանրապես դավադրություն տեսություն ասածը
Եվ ընդհանրապես դավադրություն ասածը, եթե մի քիչ հասկացությունների իմաստով խոսենք, կտեսնենք, որ մարդուն հատուկ է եղել հենց այն օրից, երբ որ առաջացել է մասնավոր սեփականություն, երբ որ իշխանություն է ձևավորվել, մանավանդ երբ որ պետություն է ձևավորվել, այսինքն դավադրությունը գնացել։ Եվ այստեղից մենք արդեն ուզենք թե չուզենք, ուզում ենք հասկանանք որտեղից, ինչի է դա գալիս, ինչ բան է դավադրությունը։ Եվ մի քիչ որ շատ է խորանում, այսինքն մի քիչ փիլիսոփայական է, նայում տեսնում ես, որ դա մարդուն հատուկ շատ մարդկային երևույթ է։ Եվ մենք էլ մեր կյանքում ընդհանրապես շրջապատված ենք դավադրություններով։ Բայց այստեղ հայերենում գուցե միայն դավադրություն, որ ասում ենք, ինչ որ զուտ բացասական չարագործության իմաստ ենք տալիս։ Դավելու իմաստը։ Այո, բայց կա նաև ուրիշ իմաստ, այսինքն ոչ թե ինչ որ մեկին հատուկ չարություն պատճառել բան անել, այլ կա այստեղ գաղտնիության հրապարակայնություն, ոչ հրապարակայինը, Թաքուն։ այո, եւ հետո երբ որ նորից ավելի խորանում ես այդ միջանձնային հարաբերություններում, տեսնում ես, որ դա մարդուն, որպես գիտակցող արարածի, բանական արարածի, ինքնապաշտպանական ինչ որ յուրահատուկ բան է, որ ունես բանականություն, դու սկսում ես ծրագրել քո գործողությունները, չէ՞։ Զուտ թեկուզ ընտանիքում կամ ասենք դպրոցում, ասենք ուսուցիչները նստում են քեզանից գաղտնի որոշում են թե ինչ գնահատական դնեն կամ տնեցիները որոշում են թե դու ում հետ պետք է ամուսնանաս, չէ՞, կամ չամուսնանաս։ Այս ամեն ինչը դավադրություն է։ Այս առումով եթե նայում ենք, մենք շրջապատված ենք այդ մթնոլորտով դավադրության։ Հիմա երբ որ առաջանում է մասնավոր սեփականություն եւ առաջանում է պետություն, այստեղ արդեն այդ ամեն ինչի մակարդակը, լրջությունն ու խորությունը ավելի զգացնել է տալիս։ Եվ կախված է նրանից, թե այդ դավեր նյութողները ինչ ուժ ունեն իրենք, ինչ իշխանություն ունեն, կամ այդ իշխանական ուժ կա թե չէ, կամ ասենք թե ինչ հարստություն ունեն։ Այսինքն այս պահերից դրա մակարդակը դավադրության սկսում է փոխվել ու բարձրանալ։ Եվ արդեն հին աշխարհից եթե հիշենք, ասենք թեկուս 5 կտակարանը եւ այլն, պատմությունը ուղղակի հիշենք, ամբողջ այդպես է գնացել։ Հիմա այն ժամանակվա այդ փոխհարաբերությունների ելնելով այս տեսակ, որ պարոն Սավրասյանը ասում էր կամ այսօրվա Միացյալ Նահանգներում կամ ուրիշ երկրներում եւ այլն, այդ մակարդակը չկա, որովհետեւ այն ժամանակ այս ԶԼՄ-ները, այս կապը, այս հնարավորությունները չկային, գոյություն չունեին։ Եվ ուրեմն բացի ես ուզում եմ ասել, որ բացի այդ կոնսպիրոլոգիական, այդ դավադրական ինչ տեսություն ասի, չարագործության այդ տեսությունից բացի մեկ-մեկ ես որ ասենք նայում եմ պատմությանը ինչ որ քաղաքական գործիչների արածների կամ պարտադիր չէ քաղաքական, այլ օրինակ ասենք երկրի տնտեսական ուժը ներկայացնող մարդկանց, ես տեսնում եմ նաև դրական կողմ դրանում։ Այսինքն կարող է լինել պետություն, որը ընտրվել է դեմոկրատական ճանապարհով կամ չգիտեմ ինչ ճանապարհով, բայց այդ պետության, այսինքն իշխանության եկած կուսակցությունը կամ չգիտեմ ինչ որ մի մարդկանց խումբ եւ այլն, սրանք չեն կարողանում լավ կառավարել։ Այսինքն էլի գալիս ենք այդ մարդկային հատկությանը, որ ես տեսնում եմ, չեմ բավարարվում, որ այս իշխանությունները չեն կարողանում լավ կառավարել։ Եվ ես մյուսը նստում մտածում են, որ այստեղ պետք է կարգավորել այդ կառավարումը։ Եվ մարդիկ առաջարկություններ են անում, փորձում են օգնել այդ իշխանությանը։ Եթե հնարավոր չի, նոր ուրիշ բան է լինում։ Այստեղից մենք գալիս ենք արդեն ստվերային պետություն հասկացությանն։ Կամ զուգահեռ պետություն, այո, կամ զուգահեռ պետություն, այսինքն տեսեք ինչքան է տարածվում այս հասկացությունները։ Հիմա եթե Ամերիկայի դեպքում ենք վերցնում, շատ համենայն դեպս մինչև այս վերջի 30 տարին շատ դժվար է դա ներկայացնել թուրքական տարբերակով։ Ամերիկայում դա ուղղակի կոչվում է լոբինգ։ Ամերիկայում դա ուղղակի կոչվում է, ասենք, իսկ առանցքային ուժերի, թե ֆինանսական, թե քաղաքական, թե ինչ են ասում այդ իրենց էստեբլիշմենտը եւ այլն, դրանց միջոցով հնարավորություն ստեղծել, որ
որոշակի օրենքներ ընդունվեն, երկիրը առաջ գնա, զարգանա եւ այլն։ Ընդ որում լոբիզմի դեպքում կարելի է խոսել նաև մեկ պետության, մեկ այլ պետությունում խորքային պետություն ունենալու մասին։ Երբ որ ասում են պետություն պետության մեջ, տեսեք նոր հասկացություն հիշեցինք, չէ՞, էլի եկավ։ Այսինքն այս ամեն ինչը կոնսպիրոլոգիական կողմը շատ է։ Նաև չմոռանանք մի բան, որ հաճախ մարդը, մանավանդ միջին դարերում էր շատ ընդունված եւ 18-10-րդ դարերում մարդիկ նստում էին, մտածում էին եւ այլն եւ դատողություններ անելով գալիս էին, ասում էին, որ այսինչ ղեկավարը կամ այսինչ խումբը դրանք չարագործ են, պետության զարգացումը բան են անում, դրանց պետք է վերացնել եւ այլն, այսինքն դավ էին նյութում։ Եկեղեցին էլ բանադրում էր։ Դե մանավանդ եթե պարոն Սաֆրասյանն ինձանից լավ գիտի, որ շատ այդ կոնսպիրոլոգիական խմբերը, այդ խորքային եւ այլն շատ դեպքում եղել են ազգային փոքրամասնությունների իման վրա կամ ասենք թե չեն ասում աղանդների։ Դե աղանդի ինքը արդեն դավադրություն է։ Ամբողջ միջին դարերը Եվրոպայում ինչ էր այդ դրանց պատմությունը գյուղացիական բաները, այդ ամբողջը դավաճանության միջոցը։ Ուղղակի ես դրա համար ուզում եմ ասել, որ մենք ցանկալի չի, որ ընկնենք այդ տեսակ ծայրահեղություններից, մյուս ծայրահեղությունը ես ինձ եմ ամենայն դեպս դա ասում, որ ոչ այդ կոնսպիրոլոգիական ինչ-որ բաների հնարովի եւ այլն, հիշում եք դա չէ Սիոնայի մասոնականության տեսակ բաներ կամ Ռոզենկրենցերներ ինչեր էին հնարում, ինչ եվրոպացիք սիրել են, դա գալիս է հին Հռոմից է միստերիաներով, բանով եւ այլն մարդիկ բոլորն էլ սիրում են ինչպես դուք ասացիք կաբալայի բանի այդ հատկությունները մարդը սիրում է, ինչ որ ինքը մի քիչ ծածուկ, մի բան անի մտածի։ Ձեր թույլտվությամբ ես փորձեմ եւ հարց ձևակերպել եւ մեթոդոլոգիական առաջարկ անել, որpիսի ինչպես պարոն Հակոբյանը նշեց, մենք շատ չգնանք այդ ծայրահեղությունների մեջ, խորքային պետության հետ կապված կա երկու ծայրահեղ մոտեցում, կամ դավադրություն առասպել, կամ իրական ոչ ֆորմալ կառուցակարգ եւ որպեսզի քանի որ մեր խնդիրը այդ երևույթների իրական դրվածքը հասկանալն է, ես առաջարկում եմ, եթե կարելի է խոսենք խորքային պետության ֆունկցիոնալության մասին, այսինքն պետական կազմավորման, պետական կառույցի վրա խորքային պետություն ասվածի այդ ամենատարբեր հատվածականությունների ամբողջության ազդեցության եւ ազդեցության մեխանիզմների մասին, որպեսզի կարողանանք տարբերակել ի վերջո առասպել է դա թե իրականություն է, որովհետեւ ինչպես դուք ասացիք, մամուլը հիմա շատ է գրում այդ մասին, կան էլի ծայրահեղ մոտեցումներ։ Օրինակ ամերիկյան թրամփական, հետ թրամփական շրջանում այդ հատվածի մամուլը մեդիան դա ներկայացնում էր որպես բացասական, որի դեմ Թրամփը որպես հերոս պայքարում էր Deep State-ի դեմ, կան այլ շատ հեղինակներ, նաև բավական ակադեմիականությանը մոտ, որոնք խորքային պետությունը ներկայացնում են որպես դրական իրողություն կամ կառուցակարգ եւ ես առաջարկում եմ այս հարթության վրա փորձենք մեր քննարկումը ծավալել, որpիսի չգնանք դավադրությունների կամ դավադրապաշտության գիրկը։ Բայց հետո ես հետ կբերեմ դեպի դավադրությունները։ Ես փորձեմ, գիտեք, կոնկրետ լինել այն ինչ որ ես տեսել եմ եւ լսել եմ Ամերիկայում, որտեղ 21-րդ դարի սկզբին արդեն իմաստպես ենք մենք խոսում 21-րդ դարի սկզբին ես Ֆուլբրայթի այսպես հիմնադրամով մոտ 1 տարի ամերիկյան ամենաառաջնային ամենակարևոր ուղղակի չեմ ուզում նշեմ համալսարաններից մեկում գիտական հետազոտություններ եմ անցկացրել եւ դե պատկերացնում եք ամերիկյան այդ պրոֆեսորները որոնք ստեղծում են կարծիք են ստեղծում եւ շատ կապերով կապված են քաղաքական ամենաբարձր շրջանակների հետ եւ այնտեղ բավական սպես ընկերական հարաբերություններ են եւ ինձ սպես ասած ուղղորդեցին այդ deep state-ի հետ կապված Ամերիկայում այնտեղ ասեցին այ մի հատ մեկը կա դասախոս որը այդ deep state-ի ներկայացուցիչ է շատ համեստ լավ հանգիստ մարդ էր
Եվ հետևյալ է ինձ ասեցին, ես այն ինչ որ ինձ պատմել են մարդիկ, որոնք այսպես ամերիկյան են պրոֆեսորներն են, էլի սովորական պրոֆեսորներ չեն, որտեղ է շատ կարևոր համալսարաններից մեկն է, առաջին կամ երկրորդ, երրորդ ամերիկյան։ Ասում է ուրեմն մի քանի հազար ընտանիք կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք անգլոսաքս են։ WASP։ Հա։ Սպիտակ, անգլոսաքս եւ բողոքական։ Եվ բողոքական, որ օրինակ հրեաներին չեն թողնում իրենց մեջ։ Շատ հետաքրքիր երևույթ է։ Եվ նրանք են ըստ էության Ամերիկան ղեկավարում։ Եվ այդ մարդը իր հայրը դրանց անդամ է եղել, ինքն էլ այդպես։ Մի քանի հազար ընտանիք են, որոնք իրար գիտեն մեծ մասամբ, իրար մեջ են ամուսնանում։ Տեսեք օրինակ Բուշը, չէ, Բուշի ընտանիքը, հայրը Բուշի իր, չգիտեմ, հոր հայրը, պապա է W Բուշի, նաև եղել է կոնգրեսական է եղել, հետո ինքը այդ հայրը խմող մարդ է եղել, ուսանող ժամանակ այնպես էլի, ամուսնացրել են մի կնոջ հետ, որի հայրը էլի կոնգրեսական է եղել, հասկանում եք, այդ ձևի նրան մտցրել են այդ շրջանակների մեջ deep state-ի եւ այդպես ինքը դարել է վերջին նախագահ, հետո իր որդին դարել։ Քենեդիների ընտանիքը իրենց։ Քենեդիները հատուկ դեպք են։ Քենեդիները իրենք դուրս էին, չէ, իրենք կաթոլիկ էին։ Իրենք կաթոլիկ էին։ Նրանք հարստացել էին հայրը, Ջոն Քենեդի եւ Ռոբերտի հայրը 20-ական թվականներին ինքը հարստացել էր մաֆիայի հետ կապեր ունենալով, որտեղ այն ժամանակ արգելված էր ալկոհոլը, ինքը զբաղվել է հենց ալկոհոլի արտադրությամբ, այդպես հարստացել է։ Եվ հետո դեսպան է դարել Փարիզում նացիստական հարձակման ժամանակ ինքը Ամերիկայի դեսպանն էր։ Եվ տեսեք, այդ մարդիկ, որն է իմ ընկալմամբ ամերիկյան deep state-ի առանձնահատկությունը, որ դրանք իրար հետ ծանոթ են այսպես երիտասարդ տարիներից, գուցե մանկուց, միասին սովորել են ամերիկյան առաջատար համալսարաններում, օրինակ Ելի համալսարանում կան ուսանողական ընկերություններ, որոնք փակ են ուրիշների համար, մենակ իրանց համար են։ Ուսանողական փակակումբներ։ Փակակումբներ, այսինքն նրանք միասին մեծանում են եւ հետո դառնում են երկրի ղեկավարներ, establishment-ի ներկայացուցիչներ։ Նույնն էլ Անգլիայում է, չէ, Քեմբրիջը, Օքսֆորդը, այնտեղ էլի ուսանողական խմբեր կան, օրինակ հիմա ամերիկյան եւ կներեք անգլիական եւ պահպանողական եւ լեյբորիստական կուսակցության ղեկավարները, որ իրար դեմ պայքարում են անընդհատ։ Միասին են ուսանողական տարիներին ընկերներ են եղել։ Ես կարծում եմ, որ շատ ռեալ է իսկապես այդ ընկալումը deep state-ի կոնկրետ ձև ունի։ Դա ընտանիքներ են, հարուստ ընտանիքներ են, այո, որոնք սերունդներով են հարուստ, միանգամից հարստացածներին քիչ են թողնում իրենց մեջ։ Եվ նրանք իրենց երեխաներին այդ ձևի են, միասին են դաստիարակում, այդ երեխաները մեծանում են, դառնում են քաղաքական establishment-ի ներկայացուցիչ, իրենց զավակներին էլի շարունակում են այդ ձևին։ Այսինքն վերարտադրվում է Շատ փոքր ճշտող հարց կներեք, պարոն Սաֆրասյան, տեսեք դուք սկզբում խոսեցիք Թուրքիայի օրինակի մասին, այսինքն ամենևին ոչ դեմոկրատական կարգով պետության, դեռևս եթե հետ են գնում, եւ վերջի երկու օրինակները ժողովրդավարական երկրների մասին էր, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա։ Հարցս հետեւյալն է. կառավարման կարգը կապ ունի խորքային պետության գոյության կամ չգոյության հետ։ Ավելի շուտ կապ ունի գոյության ձևերի հետ։ Դե ինչ ձև է ստանում խորքային պետությունը դեմոկրատական երկրում, օրինակ Ամերիկայում եւ Անգլիայում այդ անգլոսաքսոնյան ավանդույթը որ կա, եւ ասենք Թուրքիայի նման երկրում, որ այնտեղ դա նեղ ինչ որ խումբեր Սալոնիկից հիմա էլ այդտեղ եթե հարց լինի հետաքրքիր հիմա նոր ձևի կա մի բան էլ կա որ շատ հետաքրքիր է։ Այնպես որ ես կարծում եմ որ այո խորքային պետությունը դա մի երևույթ է, որը իշխանության հետ գալիս է
լինի դա իշխանությունը դեմոկրատական, կիսադեմոկրատական, ամբողջատիրական, ամենտեղ մի ձևը ինքը ստանում է, այդպես միմիկրիա է ապրում, ադապտացվում է, բայց դա կա։ Զարգացած երկրներում, պետական զարգացած ինստիտուտներ ունեցող երկրներում կարծիքը դա է։ Տրամաբանությամբ միջև ուրեմն քեզ փոխանցել է խոսքը մի հետաքրքիր հանգամանք կա։ Ավելի ու ավելի շատ վերջին շրջանում իհարկե դրա մասին շատ քիչ են գրում, այդում նաև վերլուծաբաններ եւ այլն, բայց մի քանի զուգահեռներ, երբ որ որևէ պետության հիմնական միջնադարյան Եվրոպական նույն Ռուսաստան կամ նույն արևելքի երկրներում, երբ որ ազնվականությունը որպես այդպիսին պետականության գաղափարի կրողը դուրս եկավ, այսպես ասենք, պետական կամ դուրս մղվեց պետական շինարարության գործընթացից, առաջացավ նոր արիստոկրատիա, նոր ազնվականություն, բայց ոչ ըստ արյան, ըստ ծագման, այլ ըստ ֆունկցիայի, Կարլինկի միտքը շարունակելով, ինչ գործառույթ է իրականացնում։ Եվ ըստ էության, եթե այդ տեսակետից նայենք, բոլոր երկրներում կա այդ խավը, Ռուսաստանում կոչում են ձերժավնիկներ, միտեղ կոչում են դիպստեյթականներ, միտեղ կոչում են եւ այլն, բայց դա այն խավն է, որը պետականության գաղափարի կրողն է, ոնց որ Վարդան Հակոբյանն նշում է, իրանց համար իզմերը գաղափարախոսական իզմերը միշտ ստորադասում են պետական շահի գիտակցությանը եւ այո, նայած այդ պետությունը ինչ բնույթ ունի ինքը, այդպիսի մոդելի, եթե կարելի ասել, խորհրդային պետությունն առաջանում է։ Բնականաբար չէր կարող Իսլամի պահապանների կորպուսի նման խորհրդային պետության էլեմենտ առաջանալ Միացյալ Նահանգներում եւ բնականաբար չէր կարող Օքսֆորդա, Քեմբրիջյան, սնոբիստական այդ խավը առաջանալ, ասենք, Թուրքիայում, Իրանում կամ հիմա արդեն Չինաստանում։ Դա լավ օրինակներից մեկը, որ Վարդան շատ լավ գիտի, ցարական Ռուսաստան, խորհրդային Ռուսաստան, ժամանակակից Ռուսաստան։ Այդ ֆունկցիաները շատ կարևոր էր, գործառույթները։ Բայց այստեղ էլ ես որ սկզբից ասեցի, որ չեն կարող ընդհանուր, որտեղ առարկայական բան չի դա, երևույթ չի, այլ ըստ պատմականի պետք է նայենք։ Այսինքն կոնկրետ Ռուսաստանում, Թուրքիայում եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ, երբ որ փորձում ենք ինչ որ ընդհանրություն գտնել, մենք տեսնում ենք, որ այ Սպարտակը նշեց այդ պահը, որ անկախ նրանից ինչ ռեժիմ է եւ այլն, բայց ինչ որ նորից գնում են այդ ֆունկցիաներ, կարևորը առանցքայինը կառավարման նկատմամբ վերաբերմունքն է։ Այսինքն երգիրը կառավարվում է լավ կամ վատ, եւ խորհրդային պետությունը հենց դա արտացոլում է իր վերաբերմունքը կառավարման հիմնական, ասենք, կողմերին։ Եվ կամ գտնում է, որ այդ իշխանությունը կոնկրետ կամ իշխանության որոշ թևեր լավ չեն կառավարում եւ պետք է այդ կառավարման հարցերը լուծել, ավելի ճիշտ բան անել, իհարկե ես չեմ հիշում սկզբից ասեցի թե չէ, թեկուզ միջանձնային կամ անհատների հարաբերություններում այդ ճիշտը գտնելը միշտ կապված է սեփական շահի հետ։ Կամ ոչ թե անձնական սեփական թեկուզ, այլ այն գաղափարների հետ, որ դու ունես եւ ուզում ես առաջ տանել այդ գաղափարները։ Ուրեմն գործառույթներից մեկը դա կառավարման հարցերն են, բայց այստեղ շատ կարևոր է, որ հասկանանք այդ ամեն ինչը, նաեւ նայել կառուցվածքը, այսինքն ստրուկտուրան խորհրդային պետության։ Հիմա տեսեք, պարոն Սավրասյանը, որ ասում է Ամերիկայի այդ ընտանիքների, շատ այդ կոնսպիրոլոգներ բաներ այդ նշում են, այդ կա իսկապես ընտանիքներ կան, հենց անգլոսաքսերի այդ արիստոկրատիան, որը պահում է այդ ամեն ինչը, բայց բացի դրանցից կան այլ ստրուկտուրաներ։ Այսինքն այդ այլ ստրուկտուրաները կարող է արդեն անգլոսաքսերից գուցե մակարդակով ցածր են, բայց ոչ պակաս գործ ունեն։ Օրինակ, եթե վերցնում ենք արտաքին հարաբերությունների խորհուրդը, ամերիկյան, այստեղ մենք չենք կարող ասել, թե այնտեղ միայն ասենք անգլոսաքսեր են կամ ինչ են, ընդհակառակը, կամ հենց իրենց պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների։ Այսինքն սա աշխատող մաս է ստրուկտուրային առումով,
որը ավելի շատ բաղկացած է ոչ անգլոսաքսերից։ Իդեպ կան հեղինակներ, որոնք խորքային պետությունը նույնականացնում են հենց արտաքին Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտաքին հարաբերությունների խորհրդի հետ, որում ընդ որում ներգրավված են եւ դեմոկրատներ եւ հանրապետականներ, Ես ուղղակի կասեի, որ դա այդ գործիքներից մեկն է, որ deep state-ը օգտագործում է նաեւ եւ այնտեղ նստած են այն մարդիկ, որոնք այդ ծրագրերը կազմում են, ինչպես ասենք հայերի ցեղասպանությունն էին կազմում, չէ՞, այդ ծրագիրը ինչպես անեն եւ այլն, սրանք էլ իրենց գործերը ունեն եւ այդ խորհուրդը շատ լուրջ դեր է խաղում եւ պետք է ասել, որ դա երբ եղավ, երբ որ եկավ լիբերալ Քլինտոնից հետո մի խոսքով, երբ որ նեոկոնսերը, այսպես ասած, բայց այդ խորհուրդը 60-ականներից գործում է, կարծեմ։ Խորհուրդը այո, բայց հիմա տեսեք, ես ինչի եմ դա ասում։ Նաև մենք խոսեցինք այստեղ տարբեր չէ բաների, այդ ֆունկցիաներից մեկը, գործառույթներից մեկը, բացի ուրեմն այս կառուցվածքը, որ հաշվի ենք առնում եւ կառավարման, նաև համակարգայինությունն է։ Այսինքն, եթե դուք ունեք տարբեր կառուցվածքային օղակներ, չէ, մեկը ասենք անգլոսաքսե տնտանիքները, որոնք կազմում են այդ արիստոկրատիան, դուք ունեք նաև ասենք այդ միջազգային չինովնիկները, այսպես ասենք, որոշ կադրեր, սրանք առանձին օղակներ են, բայց գալիս են ֆունկցիոնալ մյուս կետին։ Այդ առանձին օղակները կարող են միանալ։ Երբ որ խորքային պետության հիմքում նաև այդ պլաններում, ծրագրերում դրվում է գաղափարախոսություն, այդ գաղափարախոսությունը բերում է այդ ամեն ինչը միացնում է։ Հիմա երբ որ ես ասում եմ այդ նեոկոնսերվատորների մասին, ավելի շուտ, ավելի պարզ ասենք, ռադիկալ լիբերալների կամ գլոբալ լիբերալների։ Սա հենց այդ գաղափարախոսությունն է, որ այս 30 տարի այս աշխարհը խառնում է իրար։ Այսինքն այդ գաղափարախոսությունը ուստեղից էլ մենք գնում հասնում ենք Տրոցկուն։ Այսինքն այդ ինստիտուտները, որ պարոն Սաֆրասյանը ասում է, օրինակ Կոենի ինստիտուտը, ասենք Միացյալ Նահանգներում, դրանք արմատներով գալիս են բանից, Տրոցկու գաղափարներից։ Եվ ինչն է զարմանալի, որ սրանք մեղադրում են օրինակ բոլշևիկներին կամ Ստալինին, որ ասում էին Ստալինը դավաճանեց համաշխարհային հեղափոխության գաղափարին, բայց իրենք ծառայում են կապիտալիստներին մի կողմից։ Այստեղ շատ խճճված բաներ կա, ես չեմ ուզում հերոստադիտողին է խճճել, այսինքն այդ գաղափարները գալիս են, ձևավորվում են ու տեսեք հետաքրքիր բան է։ Հայաստանում 92 թվականներ, երբ որ գաղափարախոսությունը հայտարարվեց կեղծ կատեգորիա։ Ազգային գաղափարախոսությունը։ Եվ դա ոչ թե մեր հայերիս հայտնագործությունն էր, այլ հենց այդ նույն նեոլիբերալների եկած բաներ Ռուսաստանում գիտենք, որ սահմանադրությամբ է արգելված գաղափարախոսությունը, որտեղ Ռուսաստանում դա բերում է կամ ասենք կոմունիստականի կամ էլի ազգայինի պատրիոտիզմի եւ այլն, հա։ Այսինքն այս հարցերն է կա, որ եթե մենք համակարգային ենք մոտենում կոնկրետ երկրի դեպքում, մենք արդեն հասկանում ենք Միացյալ Նահանգներ նեոլիբերալիզմ համակարգված է, ունի է ստրուկտուրան եւ հետաքրքիրն է, որ այդ գաղափարախոսությամբ նրանք նաեւ ներքաշեցին այդ անգլոսաքս ընտանիքներին։ Ոչ միայն դեմոկրատներն էին սովորական, ասենք, մտել դրա մեջ, այլև հանրապետականներն սկսեցին։ Չէ, տեսեք, չի բռնում էլի, եթե կարդում ես ամերիկյան գրականությունը, մեծ գրականությունը եւ այլն, այս LGBT եւ այլն սատանիզմ բան, դրանք տեղ չունեն ամերիկյան հասարակության մեջ։ Այսինքն տրադիցիոն ամերիկյան հասարակության մեջ այդ ամեն ինչը տեղ չունի, բայց վերջի 20 տարում սկսեց դրանց մոտ էլ արդեն տեղ գտնել այդ ամեն ինչը։ Այսինքն այս կոնսպիրոլոգիայից զատ այն սպառնալիքներն են, վտանգներն են կամ ինչպես են ասում, մարտահրավերներն են, որ այսօր խորքային պետությունը իրենց ներկայացնում է։ Էլի մի փոքր սխեմատիկ դարձնելու համար, հա, որ այդ խճճվելուց փորձենք խուսափել, ես փորձեմ մի երկու բևեռի բաժանել, հա, խորքային պետություն, բյուրոկրատիա, հարաբերություններ որևէ երկրում։
խորքային պետություն, այսինքն պաշտոնեական դաս եւ ելի մեր քննարկած օրինակներից բխեցնելով խորքային պետություն կապիտալ կամ սեփականատերեր, որովհետեւ նույն Ամերիկայի օրինակով դուք որ նշում եք հայտնի արտահայտություն կար, չէ, այնինչ լավ է General Motors-ի համար, լավ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այդպիսի օրինակներ վստահաբար կգտնենք բոլոր տեղերում։ Խորքային պետությունը որևէ կերպ թեկուզ ոչ ուղղակիորեն միշտ կապվում է կապիտալի հետ, կապիտալի շահերի սպասարկման հետ եւ կախված պատմական իրողություններից, քաղաքական իրավիճակից հարաբերակցությունը թե որը որին է ծառայում կարող է փոխվել, բայց ես կուզենամ խնդրել խոսենք այս հարաբերությունների մասին, նորից ասեմ, եթե շատ հեռացա, բյուրոկրատիայի դերը խորքային պետությունում պաշտոնեական դասի եւ կապիտալ, խոշոր կապիտալ բնականաբար եւ խորքային պետություն հարաբերությունները։ Ես կուզեի ավելացնել նաև ԶԼՄ-ները։ Հիմա արդեն այո, նաև ԶԼՄ։ Ես էլ թույլ տակ ավելացնեմ վերլուծական կենտրոնները եւ հանրային կարծիքի վրա մասնագիտական ազդեցություն ունեցող տեսանկները։ Ես որպես սադրիչ այս հարցերը տալուց հետո գնամ սուրճ խմեմ ձեր թույլ տվությամբ, հետո դուք էլ կարող եք։ Տեսեք, մի էլի կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապված տեսեք ինչ տեղի ունեցավ 88-92 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշներ ավագը եւ երկրորդ ժամկետը երբ որ ինքը իր տեխնացիոնը դրեց պարտվեց շատ հետաքրքիր է ինչու լինելով ինքը այդ չգիտեմ այդ մի քանի հազար ընտանիքի ներկայացուցիչ եւ պարտվեց հետաքրքիր մի այսպես տեսություն կա Ամերիկայում ես չեմ կարող ասեմ դա ճիշտ է թե չէ բայց ելի այդպես լուրջ շրջանակներից եմ լսել այն մարդիկ որոնք չեն հնարում էլ ինչ որ բան գիտեն որովհետեւ ինքը իրեն թույլ էր տվել այսպես սխալներ կապված Իսրայելի հետ հրեաների հետ եւ հրեական լոբին որ այստեղ խոսվեց չներեց եւ ԶԼՄ-ների միջոցով որը հրեաների ձեռքն է հիմնականում Ամերիկայում անամատեն ժամանակ խոսքը գնում է ամբողջ աշխարհում բան արեցին իրեն թույլ չտվեցին ինքը որ երկրորդ անգամ ընտրվի Հիմա արդեն նաև սոցիալական ցանցերով։ Հիմա արդեն սոցիալական ցանցերով մի անգամային իրավացի է։ Այսինքն ոնց չէ Տրամպի դեմը փագեցին Facebook-ով, սկսվեց իրանական եկավ Twitter-ը մասկը բացեց։ Եկավ մասկը բացեց Twitter-ով։ Այսինքն այդ այսպես խմբավորումները որոնք մենք այսպես հավաքական առումով անվանում ենք deep state նրանք ժամանակ առ ժամանակ իրար մեջ կոնֆլիկտ են ունենում պայքար է լինում եւ դա դժվար է ասել ինչպես է կավարտվի կամ էլ մեկ այլ հանգամանք արդեն Թուրքիայի օրինակով այստեղ նշվեց որ այդ deep state-ը կապված է այսպես ֆինանսական հզոր շրջանակների հետ եւ այլն երկու օրինակ բերեմ Թուրքիայում տեսեք երկու նախագահները Թուրքիայի Դեմիրելը եւ Օզալը հիմա դա պատահականություն է թե ոչ երկուսն էլ աշխատել են ժամանակին համաշխարհային բանկում այո Ամերիկայում եւ Օզալը եղել է այնտեղ ղեկավար ավելի բարձր պաշտոն է ունեցել քան թե Դեմիրելը հիմա երկուսն էլ դառան Թուրքիայի նախագահ դա պատահականություն է թե ոչ իհարկե ոչ այստեղ մենք նաեւ այդ ֆինանսական շրջանակների մասին որ խոսում ենք պետք է ազգային պետական շրջանակներից դուրս գանք համաշխարհային ֆինանսական շրջանակները
Ոնց որ Մակրոնին ասում են Ոնց որ համաշխարհային Մակրոն- բանկային կապիտալի Այո, ներկայացուցիչները Ռոթշիլդների։ Այո, կորպորացիաներ դե հավաքական առումով շատ ավելի Ներազգային կապիտալ, շատ ավելի բարդ է։ Շատ ներողություն, պարոն Սաֆրասյան, մի բան էլ ես ճշտեմ, էլի, ես ինչ որ տեղեր կարդացել եմ ժամանակին, այն թուրք ավելի շուտ Թուրքիայի հրեական ընտանիքներ կային, որոնք ցեղասպանությունից հետո, ասենք, երբ որ հայկական կապիտալը միջերկրածովի ամբողջ հրյաների եւ հայերի ձեռքներ, հույների նաեւ։ Այդ ամբողջը, որ հայերից խլվեց, անցավ որոշակի ընտանիքների։ Մեկի ազգանունը կարծեմ ինչ որ Շաքարի հետ կապված էր, այդպես Իցխակով, հա, Իցխակողլի Ալաթուն։ Հա, սա, այսինքն դրանք ընտանիքով այդ ունեցվածքը, որ յուրացրել են, այդտեղից է գալիս են, այստեղից է թուրքական իշխանությունների կապը Իսրայելի հետ, ինձ թվում է նաև որոշ ֆինանսական առումով այդ կապերը կա եւ դիրքորոշումները, ասենք, տարբեր որ լինեն, այդ կապը ինչքան հիշում եմ, դա տեղի ունեցել է եղել։ Ալաթոնը ինքը, գիտեք, դե հրա էր Իսակ Ալաթոնը, ինքը ամենախոշոր հարուստներ չէր Թուրքիայի, միլիոնատեր էր։ Ասում են 4 ընտանիքներից բայց ամենահարուստները։ ինքը ուներ քաղաքական առումով շատ ավելի մեծ նշանակություն, քան թե միլիարդատերները։ Իսկ այդ միլիարդատերները, որ թուրք են, այն նրանց կապիտալի սկիզբը հենց եղել է հայկական բռնագրաված, յուրացված գույքի հաշվին։ Գիտեք, մի օրինակ էլ բերեմ Թուրքիայի հետ կապված 90-ական թվականների վերջի, ավելի շուտ 2001 թվականին Թուրքիայում մի այսպիսի ճգնաժամ եղավ, ֆինանսական լուրջ։ Հետո կասեմ ինչ եղավ դրա արդյունքում։ Եվ ես մի հետաքրքիր այսպիսի վարկած եմ կարդացել, կապված թե ինչպես դա սկսեց։ Ուրեմն թուրք ժուրնալիստներից մեկը այն ժամանակ դեռ Թուրքիայի մամուլը բավական ազատ էր։ Այս հիմա է, որ Էրդողանը վերցրել է իր հսկողության տակ, նույնիսկ թվեր են ասում 70-90-90% մամուլը վերահսկվում է Էրդողանի եւ նրա մարդկանց կողմից։ Ուրեմն այն ժամանակ այդ թուրքական թերթերից մեկը հետաքրքիր վարկած առաջ քաշեց, թե ինչպես է այդ ճգնաժամը տեղի ունեցել։ Ասում եմ թուրքական խոշոր բանկերից մեկի ղեկավարի մոտ եկել է մի մարդ եւ ասել է դու պետք է անես այս բաները քայլերի այսպես ինչ-որ բաներ առաջարկել ծրագիր։ Նա ասել է եթե ես սա անեմ, այս մեր բանկը, որ Թուրքիայի ֆինանսական համակարգի կարևոր հենասյուներից է, կարող է շատ ծանր վիճակում հայտնվի եւ դա ազդեցություն կունենա։ Ինչի ես պետք է քո ասածը անեմ, դու ով ես։ Նա ասել է ես այդ Դերին Դևլեթի ներկայացուցիչ եմ։ Եվ այդ բանկի կառավարիչը այդ քայլերը իրականացրել է եւ սկսեց Թուրքիայում շատ լուրջ ֆինանսական ճգնաժամ, դա 2001 թվականն էր։ Իսկ 2001 թվականին ստեղծվեց Արդարություն զարգացում կուսակցությունը, որը 2002 թվականին եկավ իշխանության շատ անսպասելի։ Փաստորեն մի տարի չկար։ Այո, դա արժանահավատ վարկած է, նպատակը Էրդողանին իշխանության բերելն էր պայմանական։ Այո, Էրդողանին իշխանության բերելը, իսկ գիտեք Էրդողանն էլ շատ հետաքրքիր է։ Ես մի այսպես ժամանակին հետազոտություն եմ արել, որը չեմ հրապարակել, բաց թուրքական աղբյուրների հիման վրա։ Թարիքատների հետ կապը։ Թարիքատները այդ ավելի հայտնի է, բայց ուրիշ բան։ Թարիքատները ինչպես ասում են սամոսաբոյ։ Պարզվում է Էրդողանին ճանապարհ դեպի մեծ քաղաքականություն հարթել են ամերիկացիները։ Եվ այն ժամանակվա Ամերիկայի դեսպանը Թուրքիայում, հետո CIA-ի ուրեմն ռեզիդենտը Մերձավոր Արևելքում, որի նստավայրը Ստամբուլն է։ Այդ երկուսը ընտրել են Էրդողանին։ Ինչու? Որովհետև դա այն ժամանակներ է, որ ամերիկացիները վախենում էին ծայրահեղ իսլամից։ Եվ նրանք ընտրեցին իսլամական շրջանակներից մի երիտասարդ գործչի, որը համ իսլամիստ էր, բայց այո, որը եւ կարող էր իրենց հաշվարկներով իրենց ազդեցության տակ լինել։ Եվ նրա համար ստեղծեցին բոլոր պայմանները։
Այն ժամանակ ամերիկացիների ազդեցությունը ավելի մեծ էր, մամուլը, չգիտեմ, նրան անընդհատ Ամերիկայի Մասանները, գումարները, բաները, կապիտալը, բանը եւ նրան բերեցին հասցրեցին արդեն համաթուրքական ուղեցրի քաղաքականության եւ հետո էլ այդ ճգնաժամը եղավ եւ եկավ իշխանության։ Բայց հետո ինքը սկսեց արդեն պայքարել խորհրդային պետության դեմ, չէ, Գյուլենին ինչ որ ձևով հրճակեց որպես դրա շատ ճիշտ է։ իր հոգևոր ուսուցիչներ, չէ Գյուլենը։ Իհարկե եւ Ինքը Գյուլենի գյուլենական միջոցով էր էլ ինքը ըստ եկավ իշխանության, Հա, այդ եւ թարիքատները, որ ասում։ ես Դե գիտեք, սա էլ է հետաքրքիր է, որտեվ ինքը այնպես մարդ է, որ չի կարող ինքը համակերպվել մի գաղափարի հետ, որ կարող է մեկին ինքը մի բան պարտական լինել։ Հասկանում եք, ինքը մենակ պետք է լինի, բայց ես համոզված եմ, որ նա մինչև հիմա ամերիկացիների մարդն է, այն որ խաղ է խաղում, ինչ որ ինքը ռուսների հետ անում է, դա խաղ է։ Ես կուզենայի, որպեսզի մի փոքր աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանենք, մենք գրեթե չխոսեցինք Ռուսաստանի մասին, որովհետև եթե խոսում ենք երևույթների մասին, որոնք հատուկ են բնորոշ են առնվազն մեծ տերություններին, վստահաբար դա որևէ դրսևորում կա նաև ռուսական իրականությունում։ Հիմա անվանումները գուցե տարբեր են, այնտեղ ասում են աշտարակներ, այդ բաշնյաները կամ ուժային կառույցներ, բայց առնվազն վստահելի չի լինի կարծիքը, որ ասենք, որ եթե կա խորհրդային պետություն ընդհանրապես Ռուսաստանում դա չկա։ Այս կուզեի խոսենք նաև դրա մասին, ռուսական քաղաքականության վրա իրենց խորհրդային պետության դրսևորում ազդեցության դրա դրսևորումների մասին, եթե ունեք այդպիսի կա, ես ուղղակի միանգամից կցիտեմ Ստալինի այն խոսքերը հայտնի, կադրի решают всё, մանավանդ որ մինչև դուք ասեցիք, չէ, այդ բյուրոկրատների հետ կապը, սա շատ կարևոր դրսևորում էր, ես չէի անցնի, ասենք, ցարական ժամանակների բանին։ Հետո ձեզ կլրացնեմ ցարական ժամանակների հետ կապված։ Ցարական ժամանակներում դա այդ պալատական ամեն ինչը Պավելի այդ ամբողջ Պետերբուրգը մասոնական էին։ Այդ եւ Տոլստոյի մոտ ամբողջ գրականությունում կա այդ դրսևորումը, այն ժամանակ դա հետաքրքիր էր, զբաղվում ենք Մոցարտի պես մասոն, որ մնաց։ Հա, այդ մոդայիկ էր։ Ուղղակի այդ Դոստոևսկին բեսերը հենց դրա մասին է, բեսերը շատ ավելի լուրջ բան է, ոչ թե այդ մոդայի մասով։ Բեսերը հենց էությունը այդ ամեն ինչի ցույց տալն է, որ իհարկե շատ կարևոր է։ Ես կուզենայի հենց այդ հեղափոխությունից սկսած մի քիչ հետ գնալով ասեմ, որ այն ինչ որ պարոն, բայց նաև մեր ժամանակներ գանք։ Հա, արագ շատ, նաև գիտեք այդ 17-18 թիվը 1900 շատ նման է ֆրանսիական բուրժուական հեղափոխության օրերի իր ձևերով։ Նույնը այդ եղավ նաև որ խոսում էր ազնվական այդ շերտի, որ փոխվում են ուրիշ մարդիկ են գալի, բանից հետո Ռոբեսպիերոն բան որ եկավ, Յակոբինցիները գլխատեցին, գիլյոտինը աշխատում էր անդադար, նույնը տեղի ունեցավ 17 թվականին եւ այլն։ Հիմա այդ պահը, եթե թողենք ժամանակավոր կառավարության, որի մեծ մասը կապված էին այդ մասոնական եւ այլ կառավարությունների, եթե թողենք հոյակապ է ներկայացնում այդ ամեն ինչը Մաքսիմ Գորկին, Կլիմ Սամգին իր վեպում, ռուսական այդ մտավորականության այդ հավաքալիությունը, այդ ահավոր այդ խաբանը, որ ստեղծել էին դրանք, չէ, 20-րդ դարի սկզբին այդ իրանց ճորոմախոսությամբ եւ այլն, բառադիությունն ու հակապետականությունը, պետությունը բերեցին, քանդեցին եւ այստեղ այդ կադրային առումով է, որ ասում ենք, տեսեք Նիկոլայ II թույլ, նրանք այս կողմից այդ մտավորականություն եւ այլն եւ սկսում է արդեն այդ խորհրդային պետության, ոնց ասած, ռեալ ուժի ձևավորումը։ Հիմա երբ որ բոլշևիկները եկան իշխանության, խորհրդային պետություն որպես այդպիսի մինչև է դեռ հեղափոխությունից առաջ ձևավորում էր Տրոցկին։ Եվ այստեղ ուղղակի լրացնելու համար նախորդ այդ բաները, Տրոցկին էլ գիտեք, Բունդայի անդամ է եղել։ Այո։ Այդ Բունդան էլ որոշակի գաղափարներ էր տալիս, չէ, օրինակ Սիոնից մինչև Եփրատ եւ այլն, այդ ամեն ինչը եղել է։ Եվ հետաքրքիր է, որ
Լենինը ստեղծելով այդ տեսակ կուսակցություն բոլշևիկյան, շատ մարտական, ուժեղ կազմակերպված, հանկարծ այս մարդը թափանցում է եւ այդ կուսակցության մեջ է ստվերային կառավարություն, ասենք թե խումբ ստեղծում, դավադիրների խումբ եւ քիչ այդ մարդկանց հավաքում է իր շուրջը։ Եվ եթե նայում ենք 18 թվականի ցեկան, կենտրոնական կոմիտեն բոլշևիկը, դա Լենինյան չէր, տրոցկիստական էր։ Դե այսինքն դուք ինքներդ ասեցիք։ Հիմա այդտեղից գալիս ենք, թե ինչ ոնց էր տանում, ոնց էր բառուղակի բանով ասեմ ֆռացնում ամբողջ այդ կուսակցությունը, չէ, Լենինը ասենք թե մի հերագիր էր ուղարկում ազատագրված արևմտյան Հայաստանի բանի մասին, մյուս օրը ինքը արդեն այդ ժամանակ իր այդ թիմը Տրոցկու, Ռադեկ, մյուսի ազգանունները հիմա չի գալիս, մյուսների Թուրքիայում, Գերմանիայում թուրքերի հետ էին հանդիպում։ Այնտեղ Պարվուսի հետ կապը կա, այդ ամեն ինչը նա տակից էփում էր, մեկ է Լենինին, հետագա ամբողջ կենտրոնական կոմիտեն կանգնացնում էր փաստի առաջ։ Հենց այդ նույն հեղաշրջումը, գիտեք, որ իր ծննդյան օրն էր, չէ՞, այս վերջերս այդ ֆիլմում էլ այդ ցույց տվեցին, ինքը ոնց էր կազմակերպել այդ մյուս գործիչների հետ բան, Լենինը տեղյակ չէր։ Այսինքն այս տեսակ տիպիկ դավադրական գործողություններ էր, որ նա անում էր։ Եվ այդ ընթացքում շատ հետաքրքիր է, որ քիչ կենտրոնական կոմիտեում սկսեց իր ստվերային այդ պետությունը կամ, չգիտեմ, խորքային այդ կուսակցական կառույցը կազմակերպել եւ Ստալինը, որ հետագայում դարձավ 37 թիվ։ Եվ երբ որ նա ասում էր կադրերի շահետ վсё, այսինքն նկատի ուներ իր կադրերի։ Պատկերացրեք, այդ կենտրոնական կոմիտեից մի քանի հոգի մնացին։ Այո։ Եվ ինչ արեց Ստալինը, մաքրեց այդ ամեն ինչը, որովհետև այդ խորքային պետությունը, որը Տրոցկուց էր գալիս, ինչ էին, դրանք ծրագրեր էին։ Շատ բաներ նրանցից է վերցրել, Բուխարին, Կամենև, Զիլնով եւ Տրոցկուց մանավանդ Ստալինը, բայց այդ ամեն ինչը Տրոցկին որ անում էր, այսինքն Ստալինը ուներ մեկ ավելի մեծ ծրագիր, ստեղծել ձերժավա, չէ, մեծ պետություն հզոր, ոչ թե համաշխարհային հեղափոխության, այսինքն ամբողջ Ռուսաստանը վառեր հանուն համաշխարհային հեղափոխության, իսկ Տրոցկին դրան էր գնում եւ այդ կադրային հարցը լուծելով նա ազատվեց այդ տրոցկիստական խորքային պետությունից եւ ինքը ոչ թե ստեղծեց խորքային պետություն, չնայած մյուս կողմից իր կառույցները NKVD-ն ըստ էության Ստալինի հետ այդ խորքային պետության ֆունկցիան կատարում էին, թույլ չտալով, որ ինչ որ կողքից ուրիշ որևիցե մեկը խառնվի այդ գործին։ Հիմա այդ դարձավ սովետական տրադիցիա։ Այդ ձևով գնում էին, այսինքն խորհրդային տարիներին ստվերային ինչ որ բաների մասին կամ խորքային կարելի է խոսել կուսակցության կառույցի մեջ, որտեվ եթե այդ պետության տերը կուսակցություններ միանձնյա ոնց ասած, այդտեղ ինչ ստվերային պետության մասին կարելի էր խոսել մանր դավադիրների մասին, որոնք տարօրինակ Ես դրա համար հարցրեցի խորհրդային պետության ու կառավարման կարգի հարաբերության մասին, այսինքն նաև դատելով մեր զրույցից դեմոկրատական միջավայրերում խորհրդային պետությունները մի քիչ ավելի հնարավորությունները մեծ են, քան տոտալիտար հասարակարգերում։ Ուշ կանդրադառնանք, այդ դեմոկրատականի հայրը վաղուց էլ են ճիշտն ասած, բայց ես խնդրեմ ձեր ասածը, որը շատ հետաքրքիր է սովետական շրջանի հետ կապված, նաև փորձենք պրոյեկտել այսօրվա իրականության վրա։ Գալիս եմ, առանց դրան հնարավոր չի, որովհետև այդ ստալինյան ոճը դավադրությունների կամ այդ խորքային պետության շարունակվեց բավական երկար ժամանակ, այսինքն երբ որ Ստալինը մահացավ, եկավ Խրուշչովը, այսպես ասեմ, ինձ որ ասում են սովետական միություն, փոխակերպելով Մայակովսկու խոսքերը, ես հասկանում եմ Ստալին, որ ասում են Ստալին, ես հասկանում եմ խորհրդային միություն։ Այդ մարդն է կառուցել իր ձեռքերով այդ խորհրդային միություն պետությունը։ Ինքը մահացավ, եկավ Նիկիտա Սերգեևիչը եւ սկսեց քանդել այդ պետությունը։ Արդեն այն ժամանակ սկսեցին ձևավորվել նոր տիպ, բայց ոճը նույն խորհրդայինն էր մինչև Գորբաչովը։ Գորբաչովի ժամանակ արդեն արտաքին էլեմենտները մտան եւ երբ որ երկիրը քանդվեց, եկավ ասենք թե նոր, չէ, դեմոկրատական, բուրժուական, միանգամից հիմա
Այստեղ ես կուզենայի, որ մենք խորհրդային պետություն ասածը, երբ որ խոսում ենք միջազգային եւ այլն, գանք նաեւ կապենք Հայաստանի հետ։ Վերջում դա էլ Ինչ անելու ենք։ հետևանքներ կունենա։ Այ երբ որ հասնենք դրան, ես արդեն կանդրադառնամ ձեր ասած Ելցինյան ժամանակվա այդ խորհրդային պետության։ Քանի այդտեղ չենք հասել, քանի որ մենք արդեն ազատ ոճով քննարկում ենք անում, ուրեմն ինչքան ինձ հասանելի աղբյուրներով կարդում եմ այդ խորհրդային պետություն, երբեմն նույնիսկ նկարագրում են բոլոր նկարագրությունները կա խորհրդային պետության, բայց այսպես ասած քաղաքական կոռեկտությունից ելնելով այդ բառի նկատմամբ վերապահումն է հաշվի առնելով շատ վերլուծաբաններ չեն գրում խորհրդային պետություն, խոսում են պետական շահերի խմբավորումներ եւ այլն։ Ինչ կարևոր բաղադրիչների մասին են ասում։ Նախ մի բան, մի գաղափար, որի հետ ես գնալով հակվում եմ, որ այդպես մտածեմ։ Խառը ժամանակներում, երբ աշխարհում գլոբալ մեծ տեկտոնիկ տեղաշարժեր են տեղի ունենում, եւ մենք այդ process-ի մեջ ենք, մեզ թվում է, թե սրանք ինչ որ ժամանակավոր երևույթ են, բայց դա շատ երկար տևացող երևույթ է։ Այդ իրավիճակներում բոլոր պետությունները փորձում են իրենց մոդելները գտնեն, թե այս արհավիրքներից ոնց են դուրս գալիս։ Մեկը ինչ որ իր համար մոդել է գտնում հնարավորինս իր ձեռքբերումները մեծացնելու համար։ Մեկը ինչ որ մոդել է հորինում իր հնարավոր կորիստները մինիմումի հասցնելու համար։ Այսպիսի մի միտք էին ասում, որ այն երկրները, որոնք որ իրենք չեն ձևավորողը նոր աշխարհակարգի, նրանք այլ տարբերակ չունեն, ճակատագրով դատապարտված են խորհրդային պետության տրամաբանությամբ առաջնորդվելու։ Ինչի, որովհետև իշխանությունները օրվա իշխանության խնդիր են լուծում, իսկ խորհրդային պետությունը լուծում է այդ պետության լինելիության ու շարունակականության խնդիրը։ Եվ որպես բաղադրիչներ բերում են շատ ուժեղ լրատվական անկախ դաշտ, շատ ուժեղ վերլուծական դաշտ եւ որ ամենակարևորն է վերլուծական հանրույթ, ոչ թե վերլուծաբանների մեծ թիվ կամ վերլուծական կենտրոնների մեծ թիվ, այլ վերլուծաբանների ու վերլուծական կենտրոնների ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա ընդհանրապես եւ օրվա իշխանության կողմից կայացած քաղաքական որոշումների վրա ազդեցությունը մասնավորապես, բայց ինձ անձամբ թվում է, որ այդ բոլոր բաղադրամասերը առանձին վերցած, եթե տասնապատկենքել Հայաստանի նման պետության համար քիչ են, եթե չկա այդ բոլորին սոսնձող գաղափարախոսություն։ Եթե չկա այդ իդեալը, հանուն ինչի են այդ բոլորը իրար հետ աշխատում։ Իրանց վերջնական նպատակը ուղղակի լավ արդյունավետ կառավարելն է, ինչն է։ Բայց այդ գաղափարախոսությունը ոնց որ դու ասացիր իզմերից դուրս գաղափարախոսություն։ Իզմերից դուրս գաղափարախոսություն, այսինքն խոսքը գնում է ազգային պետական գաղափարախոսության մասին, ոչ թե լիբերալիստ, սոցիալիստ, կապիտալիստ կամ եսի ինչ եւ դրանց մասին չի խոսքը, այլ այն գաղափարի ու նույնիսկ եթե թող ռոմանտիկ չընչվի, ազգային երազանքի մասին։ Այս ազգը, պետությունը, հասարակությունը ինչ որ երազանք, պատկերացում տեսլական vision ունի թե չէ այս աշխարհի տեղի մասին եւ այստեղա որ այդ երազանքի տեսլականի սպասարկողը կարա լինի այդ խորքային շերտը։ Հիմա անունը դնենք խորքային պետություն, դնենք ինչ ուզում ենք, ինձ անունները չեն հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է այդ ստրուկտուրայի գոյությունը որպես անհրաժեշտություն այս բեկումնային իրավիճակներում ազգի ու պետության համար զարգացման հնարավորություն բացելու իմաստով, որովհետև տեսեք հետաքրքիր է, չէ, առաջի հայացքից մտածում ես, այնպիսի կոնսերվատիվ մարմին, ինչպիսին է Իրանի բանը, ուրեմն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, բոլորս գիտենք, առանց իր թույլտվության որևէ մեկը ոչ թե նախագահ չի կարող ընտրվել, այլ թեկնածուներին նախապես իրենք հաստատում են, նոր այդ մարդիկ կարող են գնալ նախագահական ընտրությունների։ Բարեփոխական նախագահ Իրանի Իսլամական Հանրապետության վայելում է այդ օղակի, այսպես եթե ասենք, այդ օղակը դեմ չի իրան, որովհետև շատ ու շատ վերլուծաբաններ գրում են, որ բարեփոխականության գաղափարը որպես Իրանի Իսլամական Հանրապետության զարգացման վեկտոր
կա նաև այդ խորքային պետության մեջ, այսինքն այդ դիսկուրսը այնտեղ էլ կա, այսինքն այդ խորքային պետությունների ինչ որ աղանդավորական փոքր խմբակներ չեն, որ սկզբում այսի էլի ասենց սենյակում փակված իրանց համար որոշումներ են կայացնում, իրենք որոշումներ են կայացնում ոչ թե կոնյուկտուրային, ոչ իրավիճակային, ոչ կուսակցական կամ երբեմն քաղաքական, այլ ապագային միտված, ապագայի տեսլականով ազգային պետական իդեոլոգիային սպասարկելու տեսակետից, ոչ իզմերին, ազգային պետական գաղափարախոսությանը։ Եվ ձեր կարծիքը, պարոն Նայք։ Իհարկե, ես միանգամայն ձեր մոտեցումը, պարոն Սերյանյան, կիսում եմ, որ մանավանդ փոքր պետությունները եւ մեզ նման մեծ պատմություն ունեցող պետությունները եւ մեզ նման աշխարհասփյուր ազգ ունեցող պետությունները պետք է ունենան տեսլական եւ այդ տեսլականի հիմքում պետք է լինի ազգային գաղափարը ես միանգամայն դες հետ համաձայն եմ եւ այդ ազգային գաղափարը պետք է ձևավորվի տարբեր այսպես օղակների միջոցով եւ այդ ազգային գաղափարը հենց պետք է ձևավորվի տեսլականի միջոցով որը կհամախմբի բնակչության հասարակության տարբեր խմբերին, քաղաքական տարբեր մոտեցումներ, նույն լիբերալներ, պահպանողականներ, սոցիալիստներ եւ այլն, բայց պետք է լինի մի համախմբող ազգային գաղափար, որը պետք է վեր լինի այդ ամեն ինչից։ Իմ իդեալը դա է։ Եվ ես կարծում եմ, որ մեր դեպքում դա անհրաժեշտություն է ունենալ այդպիսի իդեալ որը կհամախմբի բոլորին թող քաղաքական ուժերը պայքարեն այսօր մի իշխանություն են մյուսօր կփոխվի դա նորմալ է գիտեք բայց պետք է լինի այդ ազգային գաղափարը որը ձևավորելը շատ բարդ խնդիր է որովհետև դա պետք է ձևավորի հաշվի առնելով եւ պատմական ուղին, հաշվի առնելով ներկան, հաշվի առնելով ապագան, հասարակության առանձնահատկությունները, հարևաններին, տարբեր խմբերը բնակչության, այդ թվում տարիքային երիտասարդներն էլ պետք է դրա մեջ ներգրաված լինեն։ Այնպես որ իմ կարծիքը դա է, ես դες հետ միանգամայն համաձայն եմ։ Մենք պետք է ունենանք ազգային տեսլական համազգային եւ դա պետք է լինի նաեւ ընկալելի մեր հայրենակիցների համար Սփյուռքում այսինքն դա պետք է լինի համախմբող տեսլական իմ մոտեցումը դա է որ պետք է այդ դրա վրա աշխատել եւ դրա վրա աշխատողները պետք է լինեն մարդիկ որոնք վեր են քաղաքական մոտեցումներից որոնց համար կարևորը այդ տեսլականն է ազգն է այլ ոչ թե ինչ որ քաղաքական շահեր սպասարկելը եւ այս առումով ես կարևորում եմ այն հանգամանքը որ լինեն այնպիսի օղակներ որոնք հատուկ կզբաղվեն այդ խնդրով տեսեք օրինակ Թուրքիայի օրինակը բերեմ կա մի կառույց Էրդողանին կից որի մասին համարյա չի խոսվում տարբեր կառույցներ կան բոլորս գիտենք դրանց մասին անվտանգության խորհուրդ եւ այլն կան մարդիկ որոնք Էրդողանի հետ շատ մոտ են անունները կարելի է հնչեցնել օրինակ Ֆիդանի մասին Էրդողանը ասել է որ դա մի մարդ է որը ունի ձեռքում մի հատ սնդուկ որի մեջ ինքը պահում է Թուրքիայի եւ իմ անձնական գաղտնիքները ես բառացի եմ ասում ինչ է ասել Էրդողանը Ֆիդանի մասին եւ այլն կան 2-3 հոգի էլ կան բայց կա մի կառույց որի մասին չի խոսվում դա գիտեք ինչպես է ձևակերպում անվանումը նախագահային կից միջազգային հարաբերությունների եւ անվտանգության կոմիտե
որի անդամներն են հիմնականում մտավորականության ներկայացուցիչները։ Թուրքիայում միջև Էրդողանը եղել է ասպես իմաստունների խորհուրդ, որը ժամանակ առ ժամանակ հավաքվել է։ Հիմա ինքը ինքը դա չի ընդունում, հավանական է, ստեղծել է մի այդ կոմիտե, որ իրեն ենթակա է, եւ ես համոզված եմ այդ մարդիկ նրանք ոչ թե քաղաքական ուժեր են, ոչ թե Էրդողանի անձնական, չգիտեմ, ընկերներն են, ծանոթներն են, այլ մարդիկ են, որոնք ունեն իրենց մոտեցումները երկրի ապագայի մասին եւ այլն, եւ նրանք կաշկանդված չեն որևիցե պարտավորություններով։ Ուղղակի հավաքվում են եւ հավանական է ինչ որ խորհուրդներ են տալիս։ Ես կարծում եմ այն նմանատիպ այսպես կառույց նաեւ մեզ է պետք, որտեղ մարդիկ կլինեն, որոնք ոչ մի նպատակ էս կյանքում, չգիտեմ, կարիերայի հետ կապված, պաշտոն ստանալու, քաղաքական շահեր սպասարկելու խնդիր չեն ունենա, հարստանալու, չգիտեմ, այդ ձևի խնդիրներ չեն ունենա, իրանց տարբեր իրենք կարող են քաղաքական տարբեր հայացքներ ունենալ, եւ հենց այդ տարբերությունն էլ հարստությունն է։ Այո։ Ոսեք այդ որ ասում եք պարոն Սաֆրասյան, դա անում է թուրքական պետությունը։ Դե հենց այդ կոմիտեն է կոնկրետ։ Հա, բայց պետությունը դրան հնարավորություն է տալիս եւ ինքն է բերել դրան։ Ինքը ստեղծել է այդ կառույցը, գիտեք, կա։ Այսինքն դա չեղավ խորքային։ Բայց որպես այդպեսի։ Գիտեք ինչ, Կոպյանը դա նկատի։ Չէ, ես ուրեմն որտեվ անունները հայտնի չեն։ Չէ, ես հա ոչ թե ուզում եմ, այլ խոսքս բերում եմ այն բանին, որ շարունակեմ, այսինքն մենք այսօր նման հնարավորություն եւ այսօր չէ, վաղուց չունենք։ Այսինքն մեր իշխանություն, ասենք թե պետություն, ոչ միայն նման խնդիր չեն դնում, այլ դրա դեմ են աշխատում։ Այսինքն այդ բան չի։ Եվ մյուս կողմից հիմա ստիպված շատ արագ չեմ այդքան խորանա, հետ եմ գալու 91 թվական, 92 թվական, երբ որ ասենք այդ գլոբալիստները ըստ էության նախապատրաստեցին, չնայած խորհրդային այդ պոլիտբյուրոն ինքը իրեն քանդեց երգիրը բան, բայց նրանց մատը խառն էր, այսպես ասած, գլոբալիստները, երբ որ իրենք եկան այդ գաղափարախոսության, այդ լիբերալ գլոբալիզմի, նրանք ամեն ինչ են հաշվարկել։ Հիմա տեսեք, նրանք ոչ թե, այսպես ասած, խորքային պետություն են Ամերիկայի մեջ, Ամերիկայի համար, քանի որ նրանք լիբերալ գլոբալիստներ են, այստեղ այդ ֆունկցիան մենք ինչ-որ ձևով նշեցինք, նրանք միջազգային տարածման են գնում։ Եվ Տրոցկու կապը ինչումն էր, որ համաշխարհային հեղափոխություն, սրանք էլ համաշխարհային գլոբալ հեղափոխություն։ Եվ այդ ինստիտուտները, որոնք աշխատում են գլոբալիստների համար, որոնց մասին խոսվեց, նրանք այդ ծրագիրն են կազմել։ Այսինքն մենք հիմա որ խոսում ենք գունավոր հեղափոխություններ եւ այլն, այդ այն քայլերն են, որ բոլոր այդ տեսակ երկրներին, այսինքն պետք է մի խոսքով գնալ գլոբալ լիբերալիզմի հաղթանակին։ Եվ նրանք այդ արել են շատ հաշվարկած ձևով։ Հիմա այդ ամեն ինչը ձեռագրի նման էր, դեռ 15-20 տարի առաջ էդ էլ կասեին կոնսպիրոլոգիա է, բայց հիմա արդեն փաստ է, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ թե Ուկրաինայում, թե Վրաստանում, թե Հայաստանում, թե Ռուսաստանում նախ եւ առաջ եւ մյուս տեղերը, նույնիսկ Եվրոպայում, սրանք շատ նման են, նույն ձեռագիրն է այդ ամեն ինչը անելու։ Այսինքն նրանք նաեւ հաշվարկել են ինչպես անել, որ երբևիցե պարոն Սաֆրասյանի ասածը հանգարց տեղի չունենա։ Այսինքն ստեղծվի ազգային գաղափարախոսություն, այդ տեսակ մարդիկ իհատ գան եւ այլն, որոնք կարողանան պահել եւ այլն։ Դա էլ է մշակված։ Այսինքն տեսեք ոնց եղավ եւ Ռուսաստանում եւ Հայաստանում։ Շատ հետաքրքիր ձևով քանդվելուց հետո մեխանիզմներ մշակվեցին։ Այսինքն հիմնական գործիքներից մեկը օրինակի համար, որ շատ չմանրանանք, դա օլիգարխատի ստեղծումն էր։ Սեփականաշնորհում եւ օլիգարխիայի առաջացում։ Այսինքն այդ մարդիկ խորհրդային միությունում, որ ստանում էին օրինակ ասենք լաբորանտե աշխատավարձ կամ ուսուցչի եւ այլն, 200 լավ 300 ռուբլի եւ այլն աշխատավարձ, հանգարց դարձան միլիարդատերեր։ Որոշակի։ Եվ այդ մարդիկ
սեփականաշնորհումը հենց հատուկ խրախուսվում էր եւ միջազգային բանկի կողմից եւ վալյուտային ֆոնդի։ Եվ այդ մարդիկ իրենց կապիտալները ամբողջությամբ կապում են հենց միջազգային բանկի հետ։ Այսինքն ոտքով եւ ձեռքով այդ օլիգարխներին այդ պետության, խորհրդային միության, ժողովրդական, մեր պապերի քրտինքով աշխատած հարստությունը յուրացրեցին, բայց այդ ամեն ինչը տարան միջազգային բանկ։ Սրանք արդեն երբեք ինչ որ ձևով չեն հակադրվի այդ գլոբալ խորքայինին։ Այսինքն կապված են։ Եթե դեռ չեք ավարտել, շարունակեք, խնդրեմ, եթե լավ, երկու բառ էլ ասեմ, նույնը կատարվեց Հայաստանում։ Այսինքն սեփականաշնորհման process-ում դուք տեսաք ինչ տեղ ունեցավ մեր արդյունաբերության հետ, չէ՞։ Ամեն ինչի սա։ Բայց դրա այլ ընտրանքը ո՞րն է լինելու, պարոն Հակոբյան։ Այսինքն կացութաձևի փոփոխությունը, այսինքն առանց սեփականության ձևի փոփոխության ո՞նց պիտի լիներ։ Գիտեք, կա փոփոխության ձև էլ, կա փոփոխության ձև էլ։ Օրինակ Ուզբեկստանում այդպես չեղավ։ Չէ, ես նկատի ունեմ խնդիրը վատ սեփականաշնորհումն էր, թե այն, որ ընդհանրապես դա չպիտի տեղի ունենար։ Սեփականաշնորհում պետք է գնար, եթե դուք փոխում եք կացութաձևը, չէ, հասարակական ֆորմացիա եք փոխել, այսպես ասենք։ Բայց այդ դեպքում այս գլոբալ գործիչները մտածում էին ինչպես անել, որ դա ծառայեցնեն իրենց։ Այսինքն այդ փողերի տերը իրական դառնում է միջազգային բանկը կամ Նյու Յորքի բանկը։ Նայեք, սեփականաշնորհման գումարների մեծ մասը արևմտյան բանկերում է։ Նույնիսկ այն օլիգարխների, որ իրենց թվում է, թե ես ռուսների մասին եմ խոսում, նաև կարող եք մերոնց վերագրել։ Իրենց թվում է, որ դա իրենց գումարն է, այդ գումարը իրենցը չի։ Այդ գումարը երբ ուզենա միջազգային բանկը կհատկացնի։ Այ եթե դու այս հանձնարարականը չկատարես, դու այդ փողերից կզրկվես։ Այդպես Գուսինսկի, Բերեզովսկի, այս Աբրամովիչ, դրանք բոլորը այդ գումարները, որ կազմակերպված հանեցին իրենք փաստորեն, եւ հիմա ասենք թե արևմուտքում է, նրանք կապված են այդ գումարներով եւ իրենք էլ խորքում իրենց գումարների տերը չեն։ Նույնը եղավ Հայաստանում։ Այսինքն, տեսեք, ստեղծվում է այդ միջոցով տվյալ երկրներում մի հատ շրջանակ, գալիս ենք էլի կադրային հարցերի։ Այդ շրջանակի մեջ տեղավորվում են որոշ մարդիկ եւ ցանկացած նույնիսկ իշխանափոխություն եւ այլն այս շրջանակի մեջ է տեղի ունենում։ Ազգային ուժեր, տրադիցիոն ուժեր չեն կարող խցկվել այս շրջանակի մեջ, այդ ամեն ինչը հաշվարկած է։ Սա է որ գլոբալ խորքային պետության, այսինքն բաներն է, որ թույլ չի տալիս, որ մեր ժողովուրդը, ինչպես ասում, դեմոկրատական ճանապարհով իրենց կամքը դրսևորեն։ Ես շատ փոքր ուղղակի կներեք նաև կրթական համակարգի միջոցով թե ինչ է արվում դա ցավոք դրան երևի չենք հասցնի անդրադառնալ, բայց ես կուզենայի շատ փոքր ուղղակի կոմենտ անել ինչպես ժամանակակից լեզվով է ընդունված, ես կուզենամ, քանի որ հույս ունեմ մեզ նաև երիտասարդներ են լսում կամ ավելի շատ երիտասարդ, ես շատ ուրախ պիտի լինեմ, եթե երիտասարդներ լսեն, ես կուզենամ, որ մենք օրինակ նույն գլոբալիզմի մասին, գլոբալիզմը եւ գլոբալիստներին ձեր ասած իմաստով երբեմն տարանջատենք, որովհետեւ ես չեմ ասում, թե գլոբալիստները լավն են, մյուսները վատը, ես նկատի ունեմ երիտասարդները հեռախոսը իրենց օգտագործած համարում են գլոբալիզմի արդյունքը։ Լիբերալ գլոբալիզմը տարածեն գլոբալիզմ, տարանջատեն գլոբալիզմ։ Ես նկատի ունեմ, որ հակադրության մեջ նրանք կարող են ժամանակակից լինելուն տուրք տալ եւ դրանից կտուժեն այն նպատակները, որոնց մասին մենք խոսեցինք։ Պարոնայք, ես կուզենամ խնդրել, որ երևի ամփոփենք յուրաքանչյուրս մեր չափով, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, շատ հետաքրքիր զրույցի համար եւ պարոն Հակոբյան, երևի ձեզանից սկսենք, դժվար է ամփոփել, որովհետեւ անամփոփելի է։ Չափազանց դժվար է, որովհետեւ ինչպես ասեցի սկզբից, այն տեսակ թեմա է, այն տեսակ հասկացություններ են, որ անverջ կարելի է խոսել։ Օրինակ, այս վերջում, որ ես ուզում եի ասել եւ շատ ընդհանուր ստացվեց, դա ամբողջ մի հաղորդման թեմա է։ Թե ինչ մեխանիզմներով եւ ինչպես է տեղի ունեցել եւ իսկապես դուք ճիշտ այդ պահը նշեցիք, որ պետք է տարանջատել։ Այդ գլոբալիզմը
շատ հին process է եղել, միշտ ձգտել են։ Ասենք հին աշխարհի իր գլոբալ չափերով Գլոբալիզմը դա առևտուր է, աշխարհի այո, անբաժանելի մաս է։ առևտուր է, հայերն էլ գիտեք ինչ գլոբալիզմի ակտիվ, ուրեմն գլոբալիստներ էին ժամանակին, համաշխարհային առևտրի ակտիվ մասնակիցներ եւ այլն, խոսքը այդ գլոբալիզմի մասին չի։ Խոսքը խորքային պետության գլոբալիստական լիբերալ գաղափարախոսության մասին է։ Էսա կարևորը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ ինչ ենք մենք գալիս այդ մեր ինչի ենք հիմա մենք հայերով այստեղ նստած խոսում ինչ որ ամերիկյան կամ թուրքական խորքային պետության, որովհետև դա այն ուժն է, մենք ստիպված ենք, որը այսօր մեր ճակատագրի հետ է խաղում, որը մեզ մի ժողովրդի, որը հասել էր իր մշակույթով, կրթվածության մակարդակով շատ բարձր մակարդակի էր հասել, այսինքն մենք ունեինք գիտաարտադրական միություններ, փայլուն բուհեր եւ այլն անուններ չտանք, չէ, գիտնականների, արվեստի գործիչների։ Ընդամենը 30 տարում ավելի կար ժամանակ, այդ ամեն ինչը փլուզվեց։ Այդ էլիտան, այդ սերուցքը, այս գլոբալ լիբերալիստները այսպես փչեցին եւ այդ սերուցքը վերացավ, հասկանում եք։ Հիմա մեր համար այդ խնդիրն է, որ ասում է պարոն Սավրասյան, ոնց վերականգնենք այդ բերենք հետ, որովհետև դա մեր ինքնագիտակցությունն է, մեր ազգային արժանապատվությունն է, մեր լինելն է, այսինքն մենք մեզանով ինքնություն լինելն է, բայց մենք գործ ունենք շատ հզոր ուժի հետ, եւ այդ հզոր ուժին կարելի է դիմակայել, չգիտեմ ինչպես, դա պետք է իսկապես անznազող մարդկանց մինչև վերջ գնացող այս հարցում եւ հասարակության գիտակցումը այդ ամեն ինչի եղել է պատմության մեջ, մենք ավելի վատ վիճակում ենք եղել, ես չեմ ուզում ինչ-որ պեսիմիստական բանով, եւ այդ ամենածը 17-18-րդ դարում մեր վիճակն ինչ էր կամ 16-րդ դարում, բան չունենք, բայց ինչ-որ ձևով ստացվեց, ինչ վիճակ էր, բայց մարդիկ գտնում են, որովհետեւ այս գլոբալ լիբերալիստները, որոնք կարծում են, որ իրենք են տերը աշխարհի, այս նարցիսիզմի ձև է նաև Շվաբը բան, որ խոսում են դրանք, այսինքն իրենք իրենց աստված են երևակայում, առանց հասկանալու, որ կա Աստծո օրենքներ, կա բնության օրենքներ, որ բնությունը ինքը այդ հարցերը կարգավորի, որ իրենք չեն, էլի, որ ամեն ինչ կարող են անել եւ դա կստացվի։ Այնպես որ պետք չի հուսահատ լինել գլոբալ այս իշխանության լիբերալ գլոբալիզմի դեմ էլ պայքարի ձևեր կա եւ մենք արդեն նշանները տեսնում ենք։ Խնդրեմ պարոն Սավրասյան։ Ես մի քիչ այլ մոտեցում ունեմ։ Գիտեք, պայքարել պետք չի։ Պետք է կառավարել։ Գլոբալիզմը դա անխուսափելի է։ Լիբերալիզմը մեծ գաղափարախոսություն է։ Չնայած ես իմ հայացքներով պահպանողական եմ, նույնիսկ հոդվածներ ունեմ գրած, ինչի եմ ես պահպանողական, որը նաև անգլերեն է լույս տեսել եւ այլն։ Բայց լիբերալիզմը մեծ գաղափարախոսություն է։ Գլոբալիզմը անխուսափելի է։ Դրա դեմ պայքարել հնարավոր չի։ Այսինքն մենք պետք է մերը ստեղծենք, այ մերը ունենալով, մերը ստեղծելով մեր ճանապարհը դեպի գլոբալիզմ հարթենք, կառավարելով այն ռիսկերը, որ գլոբալիզմը բերում է։ Իմ մոտեցումը սա է։ Որովհետև ռիսկերից բացի նաև հնարավորություններ են։ Միանգամայն ճիշտ եք, մեծ հնարավորություններ են, մանավանդ մեր հայ ազգի համար, որ աշխարհով սփռված է, այդ նույն սոցիալական ցանցերը իշքան են նպաստում, որ հայը, որ ապրում է Ադելայիդայում կամ Բարնաուլում, մնում է հայ։ Չէ, ինքը անընդհատ կապվում է իր հարազատների հետ, ընկերների հետ, շատերը ապրում են Հայաստանով, սոցիալական ցանցերի միջոցով, ԶԼՄ-ների միջոցով, ինտերնետի միջոցով, այսինքն պետք է մենք ունենանք մեր տեսլականը եւ այդ տեսլականի հիման վրա կառավարենք գլոբալիզացիայի գործընթացը, որը անխուսափելի նաեւ մեզ մոտ է տեղի ունենում եւ դա նաեւ իր օգուտներն է բերում։ Իմ մոտեցումը սա է։ Շնորհակալություն, Սպարտակ։ Փորձեմ իմ երկու շատ հարգելի ուրեմն
մտերիմ ընկերների ու գործընկերների մտքերը համատեղել, որովհետև երկուսն էլ նույն բանն էի ասում տարբեր կողմերից։ Դա եւի թե լավագույն օրինակը այն, որ ես միշտ շատ սիրում եմ տարբեր առիթներով բերել, չինականն ասացվածքն է, ասում է, երբ որ շատ ուժեղ փոթորիկ է լինում, եղբայրներից մեկը վրան է սարկում, մյուսը հողմաղաց։ Վրան որպեսի պաշտպանվի այդ ուժեղ փոթորկի քամուց հողմաղաց, որ այդ քամու ուժը օգտագործի իր մնացած խնդիրներից։ Մեր շատ հարգարժան մասնագետները այս երկու կողմի մասին են խոսում։ Փորձենք ստեղծել կամ աշխատենք այն ուղղությամբ, որ այն մարտահրավերները, որոնք անխուսափելի են եւ մենք չի որ պիտի կարողանանք դրա դեմ առնել, դրանց հնարավոր բացասական ազդեցությունները բերենք նվազագույնի, այն հնարավորությունները մարտահրավերներից բացի նաև գառանկի ասածով հնարավորությունները, կարելիությունները, որ ստեղծում են, սարքենք առավելագույնի եւ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, որովհետեւ սա այո, մարդկության պատմության ոչ առաջին գլոբալիզացիան է, ոչ է վերջինը։ Աստված գիտի հաջորդ գլոբալիզացիան ինչ թեմաների, բայց մի կարևոր բանի վրա եմ ուզում անդրադառնալ այստեղ։ Քանի դեռ չկա այդ գիտակցությունը եւ քանի դեռ չկա այդ գաղափարը, որի համար այս ամեն ինչը պիտի սարքվի, ոչինչ չի սարքվելու։ Մարդը ինչ որ գործիք սարքում է այն ժամանակ, երբ որ ինքը գիտակցում է, թե այդ գործիքի ինչի համար է պետք։ Այս առաջին, երկրորդ, աշխարհում տեղի ունեցող բարդագույն խնդիրները մի level-ի վրա են, մի մակարդակի վրա են։ Մեր առօրյա քաղաքական է չասեմ, ընդհանուր մտածումների level-ը դրանից մի քանի աստիճան ներքև է։ Եթե շատ պատկերավոր ասեմ, աշխարհը շատ բարդ մի հատ խաղ է խաղում, ինտելեկտուալ խաղ է խաղում, որը ենթադրում է ինտելեկտուալ բոլոր կարողությունների մոբիլիզացիա։ Մենք ուզում ենք այդ խաղում աշխարհի հետ խաղանք քարկտի խաղալով կամ բռնոցի պահկվոցի խաղալով։ Կներեք այս հայմատության համար։ Ես ուղղակի ուզում եմ ցույց տալ, թե աշխարհում ինչ է տեղի ունենում։ Մենք այդ աշխարհում տեղի ունեցողի հետ կապված ինչպես ենք վերաբերվում, բայց եթե մենք մեր վերաբերմունքը փոխենք, մենք ունենք այդ պոտենցիալը։ Խոսում էին մեր հարգարժան հյուրերը այն համասաների, այն մտքի կենտրոնների, այն ամբիոնների, այն հաստատությունների մասին, ովքեր որ պետության քաղաքականություն են կերտում։ Այդ նշանակում է այդ պոտենցիալը մենք էլ ունենք։ Ուղղակի մենք դա չենք օգտագործում եւ մենք դրա ինտելեկտուալ պրոդուկտից չենք օգտվում։ Այնինչ այն մարդիկ, ովքեր որ այստեղ ծրագրեր են իրականացնում, իրանք շատ հաջողությամբ օգտվում են այդ թվում նաեւ հայ ինտելեկտուալ պոտենցիալի արտադրանքից։ Չի ասի որ մեծ հաջողությամբ են։ Բայց փորձում են օգտվել։ Քանի որ ես սկսեցի, ես էլ փորձեմ ամփոփել, եւս մեկ անգամ շնորհակալ եմ մեր հյուրերին, Սպարտակին, մեր օպերատորներին, որոնք ի տարբերություն մեզ այս երկար ժամանակը կանգնած են, շատ շնորհակալություն։ Ինչ վերաբերում է մեր թեմային, ես փորձեմ սկզբի եւ վերջի մեջ կապ գտնել։ Պարոն Հակոբյանը իր խոսքը սկսեց մարդուն, մարդ տեսակին բնորոշ գաղտնիության, կասկածամտության, այն ամեն ինչով, ինչը մարդուն դարձնում է խորքային պետության կամ դավադրության շահառու։ Այդ մարդը մարդուն գայլ է, հա, հայտնի թեզի, հա, թեզը հաղթահարելու համար ստեղծվեց, հա, ըստ էության պետությունը, այսինքն, որպեսզի վերածվի բոլորն ընդդեմ բոլորի այդ հոբսյան թեզը։ Ժամանակի ընթացքում փաստորեն պետությանը զուգահեռ ստեղծվեցին նաև այդ խորքային պետությունները, որոնց մասին մենք այստեղ խոսում ենք։ Ես շատ կուզենամ, որպեսզի որևէ պարագայում մեր խոսակցությունը չընկալվի որպես գաղափարախոսական այդ հասկացության նեղ իմաստով։ Այստեղ պիտի համաձայնեմ պարոն Սաֆրասյանի հետ, որտեղ ինքս լիբերալիզմը արժեքային առումով չափազանց բարձր գնահատելով ես շատ կվշտանամ, եթե իմ գոնե իմ դիրքավորումը ընկալվի որպես հակալիբերալ, բայց դա չի նշանակում, թե պարոն Հակոբյանի նշած ասպեկտով խնդիր գոյություն չունի, բնականաբար դա էլ գոյություն ունի։ Մենք շատ խոսեցինք վերնախավերի մասին, ցավոք ժամանակը այնքան շատ չէր, որ մի փոքր ավելի առարկայացնենք, մեր հյուրերը երկուսն էլ ակադեմիական պատվարժան մարդիկ են,
եւ ես կուզենայի մի առանձին անգամ հաղորդում նվիրել նրանք, թե ակադեմիականությունը որքանով այսօր ազդեցություն ունի պետության որոշումների վրա, հենց որոշումների կայացման վրա։ Մենք խոսեցինք ֆունկցիոնալությունից, չէ, ի վերջո խորհրդային պետության ֆունկցիոնալությունը, եթե չափելի տիրույթ վերենք, այն է, որքանով են բոլոր այդ վերնախավերը, մտավորական, ակադեմիական, մասնագիտական ազդում ֆորմալ որոշումների վրա։ Դրան չանդրադարձանք, հուսանք առիթ կլինի մի օր եւ նաեւ շատ պիտի ուզենայի, որ մեր զրույցը չդիտարկվեր որպես ֆորմալ կառուցակարգերի դեմ ուղղված զրույց, որովհետեւ անկախ բոլոր քննարկելի խնդիրներից մենք ապրում ենք ժողովրդավարական, հասարակարգում եւ խորհրդային պետության քննարկումը մեր կողմից հակաֆորմալիզմի դրսևորում չէր, այլ բովանդակության վերհանման փորձ, որը պիտի օգնի երբևէ լավ ֆորմալ պետություն ունենալու դեպքում այդ պետությունը ավելի լավը, ավելի ինքնություն ունեցող, ավելի ազգային, ավելի տեսլական ունեցող դարձնել։ Երևի մենք պիտի ստեղծենք խորհրդային պետությունը, որպեսզի չկորցնենք Աստված մի արասցե մակերեսային երկիրը։ Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր հյուրերին։ Ուղղակի նշենք, որ թերի չմնա, եկեք տարբերենք լիբերալիզմ առանձին, գլոբալիզմ առանձին որպես երևույթներ, լիբերալ գլոբալիստական գաղափարախոսությունից։ Եկեք պայմանավորվենք, որ մի օր առանձին հաղորդում կնվիրենք դրա քննարկմանը, շատ շնորհակալություն, պարոն Այշ։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Զրույցի համար։